Նա օրերն անցկացնում էր, թաքցնելով մի զգացմունք, որը երբեք չէր համարձակվել խոստովանել։ Բայց բավական էր պատահաբար լսված մի արտահայտություն, որ ճակատագիրը սկսեր գործել։ Այն մարդը, ով միշտ անհասանելի էր եղել, սկսեց հատել սպասվածի սահմանները։ Եվ երբ վերջապես աչքերն անվախ հանդիպեցին, այն, ինչ լռություն էր, վերածվեց հռչակված սիրո։ Հուսով ենք, որ կհավանեք այս պատմության հուզիչ շրջադարձը, սերը ցույց կտա կյանքի գեղեցկությունը։ Եթե հավանեք, բաժանորդագրվեք մեր ալիքին։ Հիշեք մեզ պատմել, թե որտեղից եք դիտում։ Երանը երբեք չէր քնում։ Եվ Մարինե Ալբերտյանն էլ։ Ամենակիչը՝ նորմալ։ Ոչ այն օրվանից, երբ սկսել էր աշխատել Ալբերտյան Կոստանյան շինարարական ընկերությունում, երկրի խոշորագույն շինարարական ընկերություններից մեկում, որը երկաթյա ձեռքով ղեկավարում էր հայկական անշարժ գույքի շուկայի ամենավախեցնող հարգված մարդկանցից մեկը, Ավագ Կոստանյանը։ 3 տարի։ 1095 օր, ավելի ճիշտ։ Այդքան ժամանակ Մարինեն զբաղեցնում էր ընկերության նախագծերի մենեջերի աթոռը, միշտ անթերի կեցվածքով, միշտ շուրթերին քաղաքավարի ժպիտով, միշտ ժամկետից շուտ հանձնված հաշվետվություններով, ճշգրտությամբ կազմակերպված աղյուսակներով, որը մոտ էր մոլուցքին։ Նրանց համար, ովքեր նրան դրսից էին տեսնում, Մարինեն կատարյալ մասնագետի մարմնացումն էր, արդյունավետ, զուսպ, ճշտապահ, բացարձակապես կենտրոնացած։ Բայց ներսում Մարինեն մի գաղտնիք էր պահում, որը կապարի պես ծանր էր նրա կրծքին։ Մի գաղտնիք, որը նա չէր համարձակվում կիսել ոչ մեկի հետ, նույնիսկ Կամիլայի համալսարանական տարիների իր լավագույն ընկերուհու հետ։ Մի գաղտնիք, որը նրան ստիպում էր արթնանալ գիշերվա կեսին, սրտի արագ զարկերով, որը յուրաքանչյուր երկուշաբթի առավոտ վերածում էր սպասումի տանջանքի տարօրինակ խառնուրդի։ Մարինեն սիրահարված էր Ավագ Կոստանյանին։ Դա դեռահասության անմիտ սեր չէր։ Դա մասնագիտական հիացմունք չէր, զգացմունքի քողի տակ։ Դա խորը, բնազդական մի բան էր, որը դանդաղորեն մտել էր նրա կուրծքը, ինչպես մառախուղը, որը ծածկում էր Մաշտոցի պողոտան հուլիսի ցուրտ առավոտներին։ Սկզբում Մարինեն փորձեց անտեսել։ Հետո փորձեց ռացիոնալացնել։ Ի վերջո նա ընդունեց պարտությունը, ապրեց դրա հետ միակ ձով, որ կարող էր, բացարձակ լռության մեջ։ Որովհետև Ավագ Կոստանյանը ոչ միայն նրա շեֆն էր։ Նա անհասանելի էր։ 42 տարեկան մի տղամարդ, կայսրության տեր, սովոր, ամեն ինչ բոլորին իր շուրջը վերահսկելու այն ճշգրտությամբ, որով տասնամյակներ շախմատ խաղացողը։ Բարձրահասակ, լայն ուսերով, միշտ անթերի սանրված մազերով, շագանակագույն աչքերով, որոնք կարծես թե ցանկացած մարդու միջով էին անցնում, երբ հայացքն ուղղված էր։ Ավագը չէր ժպտում։ Կատակներ չէր անում։ Հանգստի ժամերին չէր մասնակցում։ Ոչ ոքի չէր հարցնում, թե ինչպես է անցել հանգստյան օրը։ Նա պարզապես հրամայում էր։ Եվ Մարինեն, ամեն առավոտ հանդիպումների սեղանի շուրջ նստած, ծածնում էր, թե դա իրեն չի ազդում։ Ծածնում էր, թե իր սիրտը չէր արագանում, երբ նա մտնում էր սենյակ։ Ծածնում էր, թե չէր անգիր անում նրա ասած յուրաքանչյուր բառը, նրա յուրաքանչյուր ժեստը, այն հազվագյուտ պահերը, երբ նրանց աչքերը հանդիպում էին անհրաժեշտից մի քիչ ավելի երկար։ Նա կյանք ուներ։ Ընկերներ ուներ։ Ընտանիք ուներ։ Փոքրիկ Միքայելը, իր 5-ամյա եղբորորդին, ով իր աչքերի լույսն էր, իր ուրբաթ երեկոների պատճառը։ Բայց դրանցից ոչ մեկը չէր ջնջում այն փաստը, որ օրական 8 ժամ, շաբաթական 5 օր Մարինեն ապրում էր ինքնապարտադրված էմոցիոնալ լարվածության մշտական վիճակում։ Դա ապրիլյան մի առավոտ էր, երանին բնորոշ մոխրագույն երկնքի տակ, երբ ամեն ինչ սկսեց փոխվել։ Մարինեն իր գրասենյակում էր, փոքր, բայց կազմակերպված սենյակ շինարարական ընկերության հայելապատ շենքի 12-րդ հարկում, վերանայում էր Արաբկիրի նախագծի ժամանակացույցը։ Հեռախոսը թրթռաց սեղանին։ Դա Դեբորան էր, նրա ավագ քույրը։ Մարինեն ժպտալով պատասխանեց, ուրախ պահի շեղումից։ Ողջույն, Դեբ։ Ինչպե՞ս ես։ Մարի, ներողություն, որ զանգում եմ աշխատանքային ժամերին, բայց արագ է։ Կարող ես Միքայելին այսօր մանկապարտեզից վերցնել։ Այստեղ սրահում խնդիր ունեցա, ստիպված կլինեմ ավելի ուշ փակել։ Իհարկե, խնդիր չկա։ Որ ժամին։ Մոտ 5:30։ Կկարողանաս։ Կկարողանամ։ Իսկ հետո։ Ուզում ես, որ նրան տուն տանեմ, թե։ Թողնեմ քեզ մոտ, սրահում։ Ախ, եթե կարողանաս նրա հետ մնալ մինչ երեկո, հիանալի կլինի։ Ռուբենը հերթապահությունից կգա մոտ 9-ին։
Մարինեն ժպտաց, կրծքին զգալով այն ջերմությունը, որը միայն եղբորորդին կարող էր առաջացնել։ Կարող ես թողնել։ Ի դեպ, նրան կտանեմ ուտելու այն համբուրգերը, որը նա սիրում է Արտրի կենտրոնում։ Այսօր երեկոյան ազատ եմ, իմ սեր։ Գծի մյուս կողմում Դեբորան հանգիստ հոգոց հանեց։ Դու աշխարհի լավագույն մորաքույրն ես, գիտես։ Գիտեմ։ Հետո ինձ կվճարես բրիգադեյրոսով։ Երկուսն էլ ծիծաղեցին, Մարինեն անջատեց հեռախոսը, շուրթերին դեռ ժպիտով։ Նա կրկին ուշադրությունը դարձրեց համակարգչին, ճշգրտելով ակնոցը, որը կրում էր միայն աշխատելիս։ Այն, ինչ Մարինեն չգիտեր, այն էր, որ պատի մյուս կողմից, որը բաժանում էր իր գրասենյակը հարակից հանդիպումների սենյակից, Ավագ Կոստանյանը լսել էր յուրաքանչյուր բառ։ Նա նստած էր օվալած սեղանի շուրջ, վերանայելով պայմանագրեր 20 րոպեից կայանալիք հանդիպման համար, երբ Մարինեի ձայնի խուլ ձայնը անցավ բաժանարար պատի միջով։ Ավագը սովորաբար ուշադրություն չէր դարձնում ուրիշների խոսակցություններին։ Դա իրեն բնորոշ չէր։ Բայց նրա ձայնի մեջ ինչ-որ բան կար, որը միշտ ստիպում էր նրան կանգ առնել, նույնիսկ անգիտակցաբար։ Հենց այդ ժամանակ նա լսեց. «Այսօր երեկոյան ազատ եմ, իմ սեր»։ Բառերը արձագանքեցին հանդիպումների սենյակի լռության մեջ, հեռավոր ամպրոպի պես։ Ավագը հայացքը բարձրացրեց փաստաթղթից, հոնքերը կնճռելով։ Նա 3 անգամ կրկին կարդաց պայմանագրի նույն տողը, առանց որևէ բառ մշակելու։ Իմ սեր։ Մարինեն մեկին ուներ։ Դա չպետք է անհանգստացներ նրան։ Դա ամենակիչ իմաստը չուներ։ Ավագ Կոստանյանը էմոցիոնալ կապի մեջ չէր մտնում ոչինչի ոչ ոքի հետ, առավելս ենթակաների հետ։ Նա իր ամբողջ կյանքը կառուցել էր տրամաբանության, վերահսկողության կարգապահության սյուների վրա։ Էմոցիաները անկանխատեսելի փոփոխականներ էին, նա խուսափում էր դրանցից, ինչպես ինժեները խուսափում է կառուցվածքային խնդիրներից։ Բայց այնտեղ, մենակ նստած այդ սենյակում, ավագը զգաց մի բան, որը չէր զգացել տարիներ շարունակ, կրծքի ցավ։ Անհանգստություն։ Մի անհանգստություն, որը նա չէր կարող անվանել։ Ո՞վ էր այն մարդը, ում Մարինեն սեր էր անվանում։ Որքան ժամանակ էր, ինչ նրանք միասին էին։ Ինչու՞։ Նա երբեք ոչ ոքի չէր հիշատակել։ Ավագը գիտեր, որ Մարինեն մատանի չէր կրում։ Գիտեր, որովհետև չկամենալով նա արդեն նկատել էր։ Մի քանի անգամ։ Նա ավելի ուժեղ փակեց նոթբուքը, քան անհրաժեշտ էր, վեր կացավ, շտկելով իր մուգ փողկապը։ Նա հանդիպում ուներ անցկացնելու։ Որոշումներ ուներ կայացնելու։ Կայսրություն ուներ կառավարելու։ Ժամանակ չուներ մտածելու Մարինե Ալբերտյանի այն մասին, թե ով էր այն իմ սերը, որն այդքան քնքշությամբ էր ասված։ Բայց ամբողջ հանդիպման ընթացքում, երբ նա քննարկում էր շահույթի մարժաներ առաքման ժամկետներ, նրա ձայնը արձագանքում էր նրա մտքում։ Հաջորդ օրերին ինչ-որ բան փոխվեց։ Մարինեն սկսեց նկատել։ Եվ նկատել բառը դադարեց համապատասխան լինել, երբ Ավագ Կոստանյանը, այն մարդը, ով հազիվ էր ողջունում աշխատակիցներին միջանցքներում, սկսեց անհանգստացնող հաճախականությամբ հայտնվել նրա գրասենյակում։ Բարի առավոտ, Մարինե։ Անձամբ եմ եկել վերանայելու կենտրոնի նախագծի հաշվետվությունը։ Մարինե, պետք է որ վաղը ինձ ուղեկցես շինհրապարակ այցելությանը։ Քո տեսակետը կարևոր է։ Բերեցի այս հատուկ շոկոլադե քաղցրավենիքները նոր հրուշակարանից։ Կարծեցի, որ կարող ես հավանել։ Մարինեն կանգնած էր այնտեղ, անշարժացած, առանց հասկանալու։ Ավագը երբեք նման բան չէր արել։ Երբեք։ 3 տարվա ընթացքում նա հազիվ թե 10 նախադասություն ուղղեր նրան, որոնք խիստ մասնագիտական չէին։ Իսկ հիմա։ Հիմա նա հայտնվում էր քաղցրավենիքներով։ Հրապարակայնորեն գովում էր նրա աշխատանքը։ Պնդում էր, որ նա մասնակցի հանդիպումների, որոնք իր իրավասության տակ չէին։ Հրավիրում էր ընթրիքների, որոնք ինքը որակում էր որպես աշխատանքային, բայց որոնք տեղի էին ունենում կենտրոնի էլեգանտ ռեստորաններում, ֆրանսիական գինիով խոսակցություններով, որոնք ձգվում էին մինչ ուշ գիշեր։ Կամիլան առաջինն էր, ով մեկնաբանեց. Մարի, ինչ սատանա է կատարվում քո Կոստանյանի միջ։ Նրանք ճաշում էին գրասենյակի մոտակա սրճարանում, Մարինեն գրեթե խեղդվեց նարնջի հյութից։ Ինչպես թե։ Ոչինչ չի կատարվում։ Ոչինչ։ Ամբողջ ընկերությունը խոսում է, որ նա աչքը քեզնից չի կտրում։ Որ նա տարբեր է։
Ավելի ներկա։ Դու չես նկատել։ Մարինեն զգաց, թե ինչպես է դեմքը տաքանում։ Կամիլա, դու երազում ես։ Նա պարզապես ավելի ուշադիր է։ Երի նոր նախագծերի պատճառով է։ Ուշադիր։ Մարինե, այդ տղամարդը քեզ քաղցրավենիք բերեց։ Ավագ Կոստանյանը, ում բոլորը կարծում են, որ չժանգոտվող պողպատից է, քեզ քաղցրավենիք բերեց։ Եթե դա հետաքրքրություն չէ, ես չգիտեմ, թե ինչ է։ Մարինեն գլխով արեց, փորձելով հեռացնել այն վտանգավոր միտքը, որը սկսում էր ձավորվել։ Նա իմ շեֆն է, Կամիլա։ Եվ ես մասնագետ եմ։ Ես չեմ սնուցի պատրանքներ։ Բայց որքան էլ փորձում էր իրեն համոզել, Մարինեն չէր կարող անտեսել այն ձը, թե ինչպես էր իր սիրտը արագանում ամեն անգամ, երբ ավագը մտնում էր սենյակ։ Այն ձը, թե ինչպես էր նա հիմա մի քանի վայրկյան ավել պահում իր հայացքը։ Այն ձը, թե ինչպես էր վերջին աշխատանքային ընթրիքի ժամանակ հարցրել իր կյանքի, իր երազանքների, այն մասին, թե ով էր նա, բացի աղյուսակներից ժամանակացույցերից։ Եվ Մարինեն 3 տարվա ընթացքում առաջին անգամ սկսեց մտածել, թե միգուցե, պարզապես միգուցե, այդ անթափանցելի տղամարդը կարող է անտարբերությունից բացի այլ բան զգալ։ Ավագը իր հերթին կորցնում էր վերահսկողությունը։ Եվ դա նրան սարսափեցնում էր։ Նա չէր կարողանում դադարել մտածել նրա մասին։ Չէր կարողանում դադարել պատճառներ հորինել մոտ լինելու համար։ Այն իմ սերը, որը նա լսել էր 2 շաբաթ առաջ, հետապնդում էր նրան ուրվականի պես։ Նա պետք է իմանար, թե ով էր։ Պետք է հասկանար, թե ինչու էր դա իրեն այդքան անհանգստացնում։ Պետք է ռացիոնալացներ այն անհեթեթ զգացումը, որ կորցնում էր մի բան, որը երբեք չուներ։ Դա Մարսելն էր, իր կրտսեր եղբայրը, ընկերության գործընկերը, ով վերջապես առերեսվեց նրա հետ։ Գուտո, դու դեռահասի նման ես։ Նրանք ավագի գրասենյակում էին, շենքի վերջին հարկում գտնվող լայն սենյակում, որտեղից տեսարան էր բացվում դեպի Բաղրամյան պողոտա։ Ավագը գրգռված հայացքը բարձրացրեց համակարգչից։ Ինչի՞ մասին ես խոսում։ Մարինեի։ Դու տարված ես նրանով։ Դա ծիծաղելի է։ Իսկ դու։ Վերջին 2 շաբաթում դու նրան հրավիրել ես 3 աշխատանքային ընթրիքի։ Աշխատանքային ընթրիքների, Գուտո։ Դու ատում ես ընտրել։ Նախընտրում ես ամեն ինչ լուծել էլեկտրոնային փոստով։ Ավագը փակեց նոթբուքը, թիկնեց աթոռին, մերսելով քունքերը։ Ես պարզապես գնահատում եմ իրավասու աշխատակցուհու աշխատանքը։ Գնահատում։ Դու նրան քաղցրավենիք ես բերել։ Իսկ ինչ։ Դու ալերգիկ ես շաքարի նկատմամբ, Գուտո։ Բառացիորեն։ 10 տարի է, քաղցրավենիք չես ուտում։ Եվ դու գնացել ես թանկարժեք հրուշակարան քաղցրավենիք գնելու, որովհետև կարծել ես, որ նա կհավանի։ Ավագը լռեց։ Փաստարկներ չուներ։ Մարսելը ճիշտ էր։ Նա մեկին ունի, Մարսել։ Արտահայտությունը դուրս եկավ ցածր, գրեթե խոստովանության պես։ Մարսելը հոնքերը կնճռեց։ Ինչպես ես իմանում։ Լսեցի նրա հեռախոսազրույցը։ Նա ասաց, որ երեկոյան ազատ կլինի մեկի համար, ում սեր անվանեց։ Մարսելը զարմանքի զվարճանքի միջ արտահայտությամբ նայեց ավագ եղբորը։ Եվ դու խանդում ես։ Ես չեմ խանդում։ Ես պարզապես։ Դու սիրահարված ես։ Դա անհեթեթ է։ Դա ճշմարտությունն է։ Դու սիրահարված ես Մարինեին։ Եվ չգիտես, թե ինչպես վարվել դրա հետ, որովհետև վերջին 20 տարիներն անցկացրել ես ցանկացած տեսակի զգացմունքներից փախչելով։ Ավագը լռեց, նայելով պատուհանից։ Դրսում երանը եռում էր։ Մեքենաներ, ազդանշաններ, շենքեր, մարդիկ։ Կյանքը շարունակվում էր, մինչդեռ նա կյանքում առաջին անգամ ոչինչի վրա վերահսկողություն չուներ։ Իսկ հիմա։ Ինչ անեմ։ Մարսելը ուսերը թոթվեց, ժպտալով։ Խոսիր նրա հետ։ Իմացիր, թե ով է այդ տղան։ Եվ խոստովանիր, մինչ ուշ չլինի։ Ավագը գլխով արեց, չհավատալով ինքն իրեն։ Ինչպես էր հասել այդ կետին։ Ինչպես էր մի արտահայտություն կարողացել քանդել տասնամյակների ինքնատիրապետումը։ Բայց խորքում նա գիտեր պատասխանը։ Որովհետև այդ արտահայտությունը ոչինչ չէր փոխել։
Այն պարզապես բացահայտել էր այն, ինչ ավագը երկար ժամանակ փորձում էր անտեսել, որ Մարինե Ալբերտյանը ոչ միայն իրավասու աշխատակցուհի էր, որ նա նկատում էր նրա յուրաքանչյուր մանրուքը, որ նրա ներկայությունը միաժամանակ հանգստացնում անհանգստացնում էր, որ նա սիրահարվել էր, չնկատելով, հիմա հետդարձի ճանապարհ չկար։ Դա ուրբաթ երեկո էր, երբ ամեն ինչ պայթեց։ Ավագը Մարինեին հրավիրել էր նոր Նորքի նախագծի վերջնական հաշվետվությունները վերանայելու։ Դա թույլ արդարացում էր, երկուսն էլ գիտեին դա, բայց Մարինեն համաձայնեց։ Նա միշտ համաձայնում էր։ Նրանք մենակ էին նրա գրասենյակում։ Քաղաքը ներքում սկսում էր լուսավորվել։ Մարինեն նստած էր հանդիպումների սեղանի շուրջ, կենտրոնացած փաստաթղթերի վրա, մինչդեռ ավագը նրան դիտում էր պատուհանից։ Նա այլս չէր ձացնում, թե ինչ-որ բան է վերանայում։ Նա պարզապես նայում էր նրան։ Մարինե։ Նա հայացքը բարձրացրեց, նրա ձայնի մեջ ինչ-որ բան ստիպեց նրան սառչել։ Այո։ Ավագը մոտեցավ, ձեռքերը տաբատի գրպաններում, դեմքն ավելի լարված, քան երբևէ։ Ես պետք է քեզ մի բան ասեմ։ Եվ պետք է, որ դու ինձ հետ անկեղծ լինես։ Մարինեի սիրտը արագացավ։ Ինչ է պատահել։ Ո՞վ է նա։ Մարինեն թարթեց, շփոթված։ Ո՞վ է, ո՞վ։ Այն տղամարդը, ում սիրում ես։ Այն մեկը, ում ասացիր, որ երեկոյան ազատ կլինես տեսնելու։ 2 շաբաթ առաջ։ Մարինեն զգաց, թե ինչպես է հողը սահում ոտքերի տակից։ Նա լսել էր։ Ավագը լսել էր այդ խոսակցությունը։ Եվ ամբողջ այդ ընթացքում դա ազդել էր նրա վրա։ Ավագ, ես գիտեմ, որ դա ինձ չի վերաբերում։ Ես գիտեմ, որ ես քո շեֆն եմ, սա բացարձակապես անհարմար է։ Բայց ես այլս չեմ կարող ձացնել։ Ես այլս չեմ կարող աշխատել, ուտել, քնել առանց քո մասին մտածելու։ Առանց պատկերացնելու, թե ով է այդ տղամարդը, ով արտոնություն ունի քեզնից լսելու այդ բառերը։ Մարինեն անշարժացած էր, անկարող մշակելու այն, ինչ կատարվում էր։ Ավագ Կոստանյանը, սառը հաշվենկատ մարդը, այնտեղ էր խոցելի, խոստովանելով, որ մտածում էր նրա մասին։ Ես պետք է իմանամ, Մարինե։ Որովհետև եթե դու կապված ես, ես կհարգեմ։ Ես նորից կլինեմ պարզապես քո շեֆը։ Բայց եթե հնարավորություն կա, որքան էլ փոքր լինի, ես պետք է փորձեմ։ Մարինեն զգաց, թե ինչպես են աչքերը ցավում։ 3 տարի նա պահել էր դա։ 3 տարի նա հավատացել էր, որ դա անհնար է։ Եվ հիմա, նա այնտեղ էր, ասելով հենց այն, ինչ նա միշտ ցանկացել էր լսել։ Եվ նա սկսեց ծիծաղել։ Դա ծաղրի ծիծաղ չէր։ Դա նյարդային էր, անհավատալի, լի էմոցիաներով։ Մարինե, ես չեմ կատակում։ Ես գիտեմ, ավագ։ Պարզապես իմ սերը, որը դու լսեցիր։ Նա խորը շունչ քաշեց, դեռ ծիծաղելով արցունքների միջով, որոնք սկսում էին հոսել։ Դա Միքայելն է։ Իմ եղբորորդին։ Նա 5 տարեկան է։ Դրան հաջորդած լռությունը բացարձակ էր։ Ավագը կանգնած էր այնտեղ, մշակելով տեղեկությունը։ Այն թեթացումը, որը պատեց նրան, այնքան ուժեղ էր, որ գրեթե ստիպեց նրան տատանվել։ Քո եղբորորդին։ Իմ եղբորորդին։ Ես ամեն ուրբաթ երեկո նրա հետ եմ անցկացնում։ Այդ իմ սերը նրա համար էր։ Ավագը փակեց աչքերը ցածր, անհավատալի ծիծաղ հանեց։ Ամբողջ այդ տանջանքը։ Ամբողջ այդ խանդը։ 5 տարեկան տղայի համար։ Ես հիմար եմ։ Դու ես։ Նրանք նայեցին միմյանց, առաջին անգամ իրենց ծանոթանալուց հետո միասին ծիծաղեցին։ Իրական, թեթ, ազատագրող ծիծաղ։ Հենց այդ ժամանակ ավագը մեկ քայլ առաջ արեց։ Եվ մեկ ուրիշ։ Մինչ հայտնվեց նրա դիմաց։ Կարող եմ քեզ հարց տալ, Մարինե։ Նա բարձրացրեց դեմքը, սիրտը թմբկահարում էր։ Կարող ես։ Դու ինչ-որ բան զգում ես ինձ համար։ Մարինեն խորը շունչ քաշեց։ Հիմա էր։ 3 տարի թաքցնելուց հետո, հիմա էր։ Այո։ Ես զգում եմ։ Երկար ժամանակ է։ Ավագը մեկ վայրկյան փակեց աչքերը, կարծես կլանելով այդ խոստովանությունը։ Երբ նորից բացեց դրանք, նրանցում ինչ-որ տարբեր բան կար։
Մի բան, որ Մարինեն երբեք չէր տեսել։ Ցանկություն։ Կարող եմ քեզ համբուրել։ Մարինեն բառերով չպատասխանեց։ Պարզապես գլխով արեց, դողդողալով, անկարող հավատալու, որ դա կատարվում էր։ Ավագը նրան քաշեց իր իրանից մի շտապողականությամբ, որը հակասում էր իր 3 տարվա զսպվածությանը։ Եվ երբ նրանց շուրթերը հանդիպեցին, ամեն ինչ անհետացավ։ Գրասենյակը, Երանը, աշխարհը։ Միայն նրանք երկուսն էին, վերջապես թույլ տալով, որ այն, ինչ այդքան ժամանակ զսպված էր, վերջապես դուրս հորդեր։ Համբույրը ուժգին էր, լի տարիների զսպված ցանկությամբ, գաղտնի հայացքներով, չասված բառերով։ Երբ բաժանվեցին, երկուսն էլ շնչահեղձ էին։ Սա ամեն ինչ փոխում է, շշնջաց Մարինեն։ Ես գիտեմ։ Մենք պետք է շատ զգույշ լինենք։ Ես գիտեմ։ Ավագը բթամատով անցավ նրա դեմքի վրայով, հեռացնելով մի արցունք, որը համառորեն թափվում էր։ Արժե՞։ Մարինեն ժպտաց, վերջապես թույլ տալով, որ այն ամբողջ սերը, որը տարիներ շարունակ պահել էր, դուրս գա իր կրծքից։ Արժե։ Ամեն ռիսկ, ավագ։ Արժե։ Եվ այնտեղ Երանի լույսերի ներքո մոռացված հաշվետվությունների լուռ խոստումների միջ, երկու սրտեր վերջապես գտան իրար ճանապարհը։ Հաջորդ շաբաթ, այդ համբույրից հետո Մարինեն արթնացավ հեռախոսի համար թրթռոցից։ Դա Կամիլան էր, իհարկե։ Ամեն ինչ պատմիր։ Հենց հիմա։ Մարինեն ժպտաց, դեռ կիսաքուն, նստեց իր աչափնյակի բնակարանի մահճակալին։ Բարի առավոտ քեզ էլ, կա։ Ինչ բարի առավոտ։ Դու 3 աշխատանքից հետո անհետացել էիր, իմ հաղորդագրություններին չէիր պատասխանել, ես տեսա քո մեքենան ընկերության կայանատեղից դուրս գալիս գրեթե 10 երեկոյան։ Կոստանյանի մեքենայի հետ միասին։ Այնպես որ, պատմիր, ինչ պատահեց։ Մարինեն հոգոց հանեց, դեմքը տաքանալով միայն հիշելուց։ Նա ինձ համբուրեց։ Գծի մյուս կողմում Կամիլան այնքան բարձր բղավեց, որ Մարինեն ստիպված եղավ հեռացնել հեռախոսը ականջից։ Ես գիտեի։ Ես գիտեի, որ ինչ-որ բան կար։ Ամեն ինչ պատմիր, բոլոր մանրամասները։ Եվ Մարինեն պատմեց։ Պատմեց այն խոսակցության մասին, որը նա լսել էր։ Միքայելից զգացած խանդի մասին։ Նրա խոստովանության, համբույրի, ամեն ինչի մասին։ Կամիլան լսում էր այնպիսի ոգորությամբ, որը Մարինեին ծիծաղեցնում էր։ Բայց հիմա գալիս է բարդ մասը, ասաց Մարինեն, ձայնը լրջանալով։ Մենք այսօր նորից կհանդիպենք։ Նա ուզում է խոսել այն մասին, թե ինչպես ենք վարվելու դրա հետ։ Դուք կհանդիպեք։ Շաբաթ օրը։ Այո։ Նա ասաց, որ մենք պետք է կանոններ սահմանենք։ Սահմանափակումներ։ Կամիլա, նա իմ շեֆն է։ Մենք նույն ընկերությունում ենք աշխատում։ Սա կարող է շատ վատ ավարտ ունենալ։ Կամ կարող է շատ լավ ավարտ ունենալ։ Մարինե, դու սիրահարված ես այդ տղամարդուն 3 տարի։ Եթե երջանիկ լինելու հնարավորություն կա, դու պետք է փորձես։ Մարինեն նայեց սենյակի պատուհանից։ Դրսում Երանի երկինքը մաքուր էր, արոտ։ Լավ նախանշան։ Ես կփորձեմ։ Ես պարզապես հուսով եմ, որ մենք գիտենք, թե ինչ ենք անում։ Նրանք պայմանավորվեցին հանդիպել Կոնդի մի զուսպ սրճարանում, ընկերությունից հետաքրքրասեր հայացքներից հեռու։ Մարինեն առաջինը հասավ, ընտրելով մի անկյունային սեղան, փորձում էր հանգստացնել սիրտը, երբ տեսավ ավագին մտնելիս։ Նա տարբեր էր։ Առանց գրասենյակային անթերի կոստյումի, նա կրում էր բաց կապույտ վերնաշապիկ մուգ ջինսե տաբատ։ Մազերը մի փոքր ավելի ազատ էին։ Եվ երբ նրա աչքերը հանդիպեցին նրա աչքերին, մի փոքր, գրեթե ամաչկոտ ժպիտ հայտնվեց նրա շուրթերին։ Ողջույն։ Ողջույն։ Նրանք կանգնած էին այնտեղ, պարզապես նայելով միմյանց, մինչ ավագը նստեց նրա դիմաց։ Դու գեղեցիկ ես։ Մարինեն զգաց, թե ինչպես է դեմքը տաքանում։ Շնորհակալություն։ Դու էլ ես տարբեր։ Ավելի հանգիստ։ Դա այն է, ինչ դու ես անում ինձ հետ։ Նրանք սուրճ պատվիրեցին, ժամերով խոսեցին։ Այն մասին, թե ինչպես էր դա պատահել։ Այն մասին, թե որքան ժամանակ էր յուրաքանչյուրը ինչ-որ բան զգում։ Վախերի, ակնկալիքների, անհանգստությունների մասին։ Եվ հետո, ավագը լրջացավ։ Մարինե, ես երեկվանից շատ եմ մտածել այս մասին։
Եվ ես պետք է, որ դու իմանաս, ես ուզում եմ փորձել։ Իրականում։ Բայց մենք պետք է խելացի լինենք։ Ընկերությունը չի կարող իմանալ, համենայն դեպս դեռ ոչ։ Եվ մենք պետք է մի քանի կանոն սահմանենք, որպեսզի սա աշխատի։ Մարինեն համաձայնեց։ Ես էլ եմ մտածել դրա մասին։ Եվ համաձայն եմ։ Այսպիսով, ինչ կանոններ ես առաջարկում։ Ավագը գրպանից մի թուղթ հանեց, Մարինեն ստիպված եղավ ծիծաղել։ Դու ցուցակ կազմել ես։ Ես աղյուսակների մարդ եմ, Մարինե։ Դու գիտես դա։ Նա բացեց թուղթը, սկսեց կարդալ։ Կանոն համար 1. Աշխատանքային միջավայրում պահպանում ենք լիարժեք մասնագիտական հեռավորություն։ Ոչ մի երկար հայացք, հպում կամ որևէ բան, որը կարող է կասկածներ առաջացնել։ Մարինեն գլխով արեց։ Համաձայն եմ։ Կանոն համար 2. Բաց հաղորդակցություն։ Եթե մեզանից մեկը անհարմար է զգում որևէ իրավիճակից, անմիջապես խոսում ենք։ Առանց որևէ բան թաքցնելու։ Կատարյալ։ Երրորդը. Փոխադարձ մասնագիտական հարգանք։ Ես քեզ չեմ նախապատվություն տա նախագծերում, դու չես սպասի տարբերակված վերաբերմունքի։ Աշխատանքում մենք շեֆ ենթակա ենք։ Դրանից դուրս մենք ավագ Մարինե ենք։ Մարինեն ժպտաց, հուզված նրա լրջությունից։ Իսկ 4-րդ կանոնը. զուսպ լինել։ Ոչ մի մեկնաբանություն գործընկերների հետ, համենայն դեպս մինչ չհամոզվենք, թե ուր է դա տանելու։ Դա մեր մասին է, ոչ թե ընկերության։ Մարինեն խորը շունչ քաշեց։ Դրանք խելամիտ, անհրաժեշտ կանոններ էին։ Բայց կարս մի բան, որ նա ուզում էր ավելացնել։ Կարող եմ 5-րդ կանոն առաջարկել։ Ավագը հոնքերը բարձրացրեց, հետաքրքրված։ Իհարկե։ Մարինեն առաջ թեքվեց, աչքերը փայլում էին համարձակության ամաչկոտության խառնուրդով։ Երբ մենք մենակ լինենք, կարող ես ինձ համբուրել, երբ ցանկանաս։ Դանդաղ ժպիտ, լի խոստումներով տարածվեց ավագի դեմքին։ Սա իմ ամենասիրելի կանոնն է։ Եվ հենց այնտեղ, Կոնդի այդ զուսպ սրճարանի անկյունում, նա բռնեց նրա դեմքը ձեռքերի մեջ, համբուրեց նրան ամբողջ ուշքնությամբ, ինչպես մեկը, ով շատ էր սպասել դրան։ Հաջորդ շաբաթները զգացմունքների ամերիկյան գնացք էին։ Գրասենյակում Մարինեն ավագը մասնագիտականության մարմնացումն էին։ Հանդիպումները նորմալ էին ընթանում, հաշվետվությունները վերանայվում էին առանց երկար հայացքների, ոչ ոք ոչինչ չէր կասկածում։ Բայց դրանից դուրս, դա այլ պատմություն էր։ Ընթրիքներ հեռավոր ռեստորաններում։ Երեկոյան զբոսանքներ հաղթանակի զբոսայգում։ Գիշերներ նրա արաբկիրի բնակարանում, որտեղ ժամերով խոսում էին ամեն ինչի ոչնչի մասին։ Մարինեն բացահայտեց մի ավագի, ում ոչ ոք չէր ճանաչում, զվարճալի, քնքուշ, խոցելի։ Մի մարդ, ով սրտի շուրջ բարձր պատեր էր կառուցել, ով հիմա, առաջին անգամ, քանդում էր դրանք։ Եթե հավանում եք, մեկնաբանեք, թե ինչ կարծիք ունեք մեր զույգի սիրավեպի մասին։ Դա այդ գիշերներից մեկն էր, երբ նրանք պառկած էին նրա բազմոցին, ֆիլմ դիտելով, որին նրանցից ոչ մեկը ուշադրություն չէր դարձնում, երբ ավագը մի հարց տվեց, որը փոխեց ամեն ինչ։ Երբ եմ ծանոթանալու քո ընտանիքի հետ։ Մարինեն շրջեց գլուխը, զարմացած։ Դու ուզում ես ծանոթանալ իմ ընտանիքի հետ։ Իհարկե։ Դու կարող ես ինձ համար, Մարինե։ Ուզում եմ ծանոթանալ այն մարդկանց հետ, ովքեր քո կյանքի մասն են կազմում։ Մարինեն կծեց շրթունքը, նյարդայնացած։ Ավագ, իմ ընտանիքը քո ընտանիքից շատ տարբեր է։ Մենք ապրում ենք Շենգավիթի մի պարզ տանը։ Հայրս շինարարությունից թոշակի անցած է, մայրս դպրոցում խոհարար է աշխատում։ Քույրս թաղամասում փոքրիկ գեղեցկության սրահ ունի։ Մենք ոչ սպասավոր ունենք, ոչ լողավազան, ոչ էլ նման բաներ։ Ավագը նրան ավելի մոտ քաշեց, համբուրելով նրա ճակատը։ Դու կարծում ես, որ դա ինձ համար կարևոր է։ Չգիտեմ։ Պարզապես մեր աշխարհներն այնքան տարբեր են։ Մեր աշխարհները, միգուցե։ Բայց մենք չենք։ Մարինե, ես մեծացել եմ շքեղության մեջ, ամբողջ կյանքում ինձ մենակ եմ զգացել։ Եթե քո ընտանիքը քեզ երջանիկ է դարձնում այնպես, ինչպես տեսնում եմ քո աչքերում ամեն անգամ, երբ դու խոսում ես նրանց մասին, ապա դա այն աշխարհն է, որը ես ուզում եմ ճանաչել։ Մարինեն զգաց, թե ինչպես են աչքերը լցվում արցունքներով։ Ինչպես էր նա այդքան բախտավոր։ Ինչպես էր այդ տղամարդը, ում բոլորը սառը անհասանելի էին համարում, այդքան կատարյալ իր հետ։
Լավ։ Բայց ես քեզ զգուշացնում եմ, մայրս 1000 հարց կտա, հայրս քեզ կասկածանքով կնայի, իսկ Միքայելը քեզ կպչի ամբողջ ժամանակ։ Ավագը ժպտաց։ Անհամբեր սպասում եմ։ Ծանոթացման շաբաթը եկավ։ Մարինեն ավելի նյարդայնացած էր, քան երբևէ։ Նա ընտանիքին տեղեկացրել էր, որ հատուկ մեկին է բերելու, բայց մանրամասներ չէր տվել։ Դեբորան, նրա քույրը, գրեթե ցատկում էր հետաքրքրությունից։ Երբ ավագի մեքենան կանգնեց Շենգավիթի երկհարկանի պարզ տան դիմաց, Մարինեն տեսավ նրա դեմքի արտահայտությունը։ Նա դիտեց հանգիստ փողոցը, մայթին խաղացող երեխաներին, կանաչ ներկված երկաթե դարպասը։ «Պատրաստ ես?» հարցրեց նա։ «Պատրաստ եմ»։ Դուռը բացվեց նույնիսկ նախքան նրանք զանգը կտային։ Միքայելը վազելով դուրս եկավ, թռչելով Մարինեի գիրկը։ «Մարի մորաքույր, դու ընկերոջդ բերել ես»։ Մարինեն ծիծաղեց, ամաչելով, մինչ ավագը կքանստեց, տղայի հասակին հավասարվելու համար։ «Ողջույն, Միքայել։ Ես ավագն եմ։ Շատ եմ լսել քո մասին»։ Միքայելը նրան նայեց երեխաների դաժան անկեղծությամբ։ «Դու հարուստ ես։ Քո հագուստը թանկ է թվում»։ Միքայել փորձեց Մարինեն միջամտել, բայց ավագը ծիծաղեց։ «Այո։ Բայց կարևորն այն է, որ ես շատ եմ սիրում քո մորաքույրին։ Եվ շատ էի ուզում ծանոթանալ քեզ հետ»։ Միքայելը մեկ վայրկյան վերլուծեց դա, իսկ հետո ժպտաց գոհ։ «Լավ։ Կարող ես ներս մտնել։ Բայց միայն եթե կարողանաս վիդեոխաղեր խաղալ։ Կանեմ իմ լավագույնը»։ Տան ներսում Մարինեի ընտանիքը հավաքված էր հյուրասենյակում։ Նրա հայրը, Հովհաննեսը, մոխրագույն մազերով կոշտացած ձեռքերով մեծ տղամարդը, ավագին դիտում էր կասկածի հետաքրքրասիրության խառնուրդով։ Նրա մայրը, Ռոզան, ամբողջովին ժպիտներ գրկախառնություններ էր։ Դեբորան, նրա ամուսինը, Ռուբենը, զուսպ դիտում էին։ «Շատ հաճելի է, պարոն Հովհաննես, տիկին Ռոզա։ Ես ավագ Կոստանյանն եմ»։ Հովհաննեսը ուժեղ սեղմեց ավագի ձեռքը, գրեթե որպես փորձություն։ «Հաճելի է։ Մարինեն շատ է խոսել ձեր մասին։ Նրա հետ եք աշխատում, չէ՞։ «Այո, պարոն։ Մենք գործընկերներ ենք։ Եվ լավ, մենք բավականին մոտեցել ենք»։ «Մոտեցել ենք», Հովհաննեսը հոնքը բարձրացրեց։ «Մարինե, դա նշանակում է, որ դուք հանդիպում եք»։ Մարինեն բռնեց ավագի ձեռքը, նյարդայնացած, բայց վճռական։ «Այո, հայրիկ։ Մենք միասին ենք»։ Մի պահ լռություն տիրեց, նախքան Ռոզան ուրախությամբ բացականչություն արձակեց։ «Փառք Աստծո։ Դու վերջապես մեկին գտար։ Արի, արի, ուտելիքը պատրաստ է։ Ես լոբով ճաշ եմ պատրաստել»։ Ճաշը ավագի համար բացահայտող փորձ էր։ Նստած պարզ սեղանի շուրջ, շրջապատված աշխույժ խոսակցություններով, բարձր ծիծաղով, քնքուշ կատակներով, նա հայտնվեց իրենից բոլորովին տարբեր մի տիեզերքում։ Այնտեղ պաշտոնականություն չկար։ Խիստ էթիկետ չկար։ Միայն մարդկային ջերմություն, անկեղծ հյուրընկալ։ Հովհաննեսը ամբողջ ճաշի ընթացքում նրան դիտելուց հետո վերջապես խոսեց։ «Դու լավ տղա ես թվում, ավագ։ Բայց ուզում եմ հստակ ասել, Մարինեն իմ կրտսեր դուստրն է։ Եթե դու նրան ցավեցնես, աշխարհում ոչ մի գումար չի պաշտպանի քեզ ինձնից»։ Ավագը, առանց վախենալու, նայեց ավագ տղամարդու աչքերին անկեղծորեն պատասխանեց։ «Ես հասկանում եմ, պարոն Հովհաննես։ Եվ կարող եմ ձեզ մի բան խոստանալ, ես ամեն ինչ կանեմ նրան երջանիկ դարձնելու համար։ Նա իմ կյանքի ամենակարևոր մարդն է»։ Հովհաննեսը երկար վայրկյաններ ուսումնասիրեց երիտասարդ գործադիրի դեմքը։ Հետո նրա շուրթերին մի փոքր ժպիտ հայտնվեց։ «Լավ, ուրեմն։ Դու ունես իմ օրհնությունը։ Բայց մի մոռացիր, թե ինչ ասացի»։ «Չեմ մոռանա»։ Ռոզան շողշողում էր։ «Ավագ, կուզեք կրկնել»։ «Ավելի շատ փլավ կա, ավելի շատ կաղամբ»։ «Իհարկե, տիկին Ռոզա»։ «Շատ համեղ է։ Երկար ժամանակ է, ինչ նման լավ ուտելիք չեմ կերել»։ «Իրոք։ Իսկ։ Որտեղ եք սովորաբար ուտում»։ «Սովորաբար ռեստորաններում կամ պատրաստի ուտելիք եմ պատվիրում բնակարանում»։ Ռոզան դժգոհ դեմք արեց։ «Դա կյանք չէ։ Ուտելիքը պետք է սեր ունենա, տղա։
Պետք է պատրաստվի ձեռքերով, քնքշությամբ։ Հաջորդ անգամ, երբ գաս, նախապես տեղեկացրու, որ ես պատրաստ եմ այն տապակած կողիկները, որը Մարինեն սիրում է։ Ավագը ժպտաց, հուզված այդ կնոջ բարությունից։ Կտեղեկացնեմ, այո, տիկին։ Ճաշից հետո, մինչ Հովհաննեսը Ռուբենը ֆուտբոլ էին դիտում, իսկ կանայք խոսում էին խոհանոցում, Միքայելը քաշեց ավագի ձեռքը։ Արի ինձ հետ վիդեոխաղեր խաղալ։ Միքայել, թող ավագը հանգստանա, փորձեց Մարինեն միջամտել։ Ամեն ինչ լավ է, ասաց ավագը, ժպտալով։ Ես մեծ հաճույքով կխաղայի։ Նրանք ամբողջ կեսօրն անցկացրեցին խաղալով, Միքայելը համբերատար բացատրում էր յուրաքանչյուր կառավարումը, իսկ ավագը ջանք էր թափում տղայի ռիթմին համընթաց գնալու համար։ Մի պահ Մարինեն նրանց երկուսին դիտում էր սենյակի դռնից, նրա սիրտը լցվեց քնքշությամբ։ Ավագը ծիծաղում էր, անկեղծորեն երջանիկ, լիովին տարբեր այն լուրջ տղամարդուց, ով երկաթյա ձեռքով ղեկավարում էր հանդիպումները։ Երբ հեռանալու ժամը եկավ, Միքայելը ուժեղ գրկեց ավագին։ Կարող ես վերադառնալ։ Դու լավ ես խաղում ծեր մարդու համար։ Ավագը բարձր ծիծաղեց։ Ծեր։ Ես 42 տարեկան եմ։ Ծեր է, ասաց Միքայելը մանկական անկեղծությամբ։ Բայց ես քեզ հավանեցի։ Կարող ես հանդիպել իմ մորաքրոջ հետ։ Շնորհակալություն թույլտվության համար։ Դռան մոտ, հրաժեշտ տալիս, Ռոզան բռնեց ավագի ձեռքերը։ Դու միշտ ողջունելի ես այստեղ, լսեցի՞ր։ Եվ լավ կհոգաս իմ աղջկա մասին։ Կհոգամ, տիկին Ռոզա։ Խոստանում եմ։ Մեքենայում, արաբկիր վերադառնալիս, Մարինեն լուռ էր։ Ավագը բռնեց նրա ձեռքը։ Ամեն ինչ լավ է։ Ես պարզապես չէի սպասում, որ դու այդքան լավ կհարմարվես։ Որ դու այդքան բնական կլինես նրանց հետ։ Մարինե, քո ընտանիքը զարմանալի է։ Նրանք քեզ սիրում են այնպես, ինչպես ես երբեք չեմ տեսել։ Եվ ինձ ընդունեցին, կարծես ես նրանց մաս լինեի։ Դա հատուկ էր։ Մարինեն ժպտաց, սեղմելով նրա ձեռքը։ Հիմա իմ հերթն է ծանոթանալ քո ընտանիքի հետ։ Ավագը մի պահ լրջացավ։ Իմ ընտանիքը տարբեր է։ Շատ տարբեր։ Ես գիտեմ։ Բայց ես ուզում եմ իմանալ, թե որտեղից ես դու։ Ուզում եմ քեզ ավելի լավ հասկանալ։ Նա նրա ձեռքը բերեց իր շուրթերին, համբուրելով նրա մատները։ Այնպես որ, եկեք ընթրիք կազմակերպենք։ Բայց ես քեզ զգուշացնում եմ, պատրաստվիր պաշտոնականությունների շատ դատողությունների։ Ես կդիմանամ։ Կոստանյանների ընտանիքի ձորաղբյուրի առանձնատանը կայացած ընթրիքը այն էր, ինչ Մարինեն սպասում վախենում էր։ Տունը շքեղ էր, հսկայական այգիներով, լողավազանով ձավորմամբ, որը կարծես ամսագրից դուրս եկած լիներ։ Ավագի ծնողները, Հելենը Ռոբերտ Կոստանյանը, էլեգանտ լուրջ էին։ Մարսելը, կրտսեր եղբայրը, միակն էր, ով նրան դիմավորեց անկեղծ ժպիտով։ Այսպիսով, դու հայտնի Մարինեն ես, ով իմ եղբոր գլուխը շուռ է տվել։ Հաճելի է, ես Մարսելն եմ։ Հաճելի է։ Հելենը Մարինեին դիտում էր վերլուծական հայացքով, կարծես գնահատելով յուրաքանչյուր մանրուք։ Այսպիսով, Մարինե, ավագը մեզ ասաց, որ դու նրա հետ ես աշխատում։ Որ ոլորտում հստակ։ Ես նախագծերի մենեջեր եմ, տիկին Հելեն։ Ահա, հասկանում եմ։ Իսկ քո ընտանիքը։ Որտեղից ես։ Ես Շենկավիթից եմ։ Իմ ընտանիքը բավականին պարզ է։ Հայրս շինարարությունից էր, մայրս խոհարար է։ Հելենը հոնքերը բարձրացրեց, բայց չափազանց քաղաքավարի էր, որը մեկնաբանություն անելու համար։ Ռոբերտը, մյուս կողմից, անմիջապես անցավ գործի։ Ավագ, դու վստահ ես դրանում։ Դուք շատ տարբեր աշխարհներից եք։ Ավագը, ով լարված էր եղել հենց իրենց ժամանումից, սեղանի վրա բռնեց Մարինեի ձեռքը։ Վստահ եմ, հայրիկ։ Մարինեն իմ կյանքում լավագույն բանն է, որ երբ է պատահել է։ Եվ ես հուսով եմ, որ դուք կկարողանաք նրա մեջ տեսնել այն, ինչ ես եմ տեսնում։ Մարինեն զգաց, թե ինչպես է կոկորդը սեղմվում հուզմունքից։ Հելենն էր, ով խախտեց լռությունը։ Դե, եթե ավագը երջանիկ է, դա է կարորը։ Բայց հուսով եմ, Մարինե, որ դու կհասկանաս, որ մեր ընտանիքը պահպանելու անուն ունի։ Եվ որ այդ միջավայրում հարաբերությունները պահանջում են որոշակի չափանիշներ։ Մարինեն բարձրացրեց կզակը, հաստատուն։ Տիկին Հելեն, ես հարգում եմ ձեր ընտանիքը, ձեր ավանդույթները։
Բայց ուզում եմ հստակ ասել, որ ես այստեղ չեմ, որ փոխեմ ով եմ ես։ Ես այստեղ եմ, որովհետև սիրում եմ ավագին։ Եվ եթե դա բավարար չէ, ապա միգուցե ավելի լավ է, որ մենք ամեն ինչ հստակեցնենք հենց հիմա։ Դրան հաջորդած լռությունը լարված էր։ Մինչ Հելենը ցածր ծիծաղ հանեց։ Դու անհատականություն ունես։ Ես սիրում եմ դա։ Լավ, Մարինե։ Դու ունես իմ հավանությունը։ Մարսելը բարձրացրեց բաժակը, թեթացած։ Կենաց սիրահարներին։ Ընթրիքի մնացած մասն անցավ ավելի թեթ։ Հելենը նույնիսկ ոգորվեց, պարզելով, որ Մարինեն սիրում է այգեգործություն նրան տարավ, ծանոթացնելու իր անձնական խորհուրդների այգուն։ Երբ նրանք դուրս եկան, արդեն ուշ գիշեր էր։ Մեքենայում Մարինեն երկար հոգոց հանեց։ Ես գոյատեցի։ Ավագը ծիծաղեց, նրան քաշելով համբույրի համար։ Դու զարմանալի էիր։ Իմ մայրը հազվադեպ է մեկից տպավորվում։ Նա ինձ մի փոքր վախեցրեց։ Նա բոլորին է վախեցնում։ Բայց խորքում նա լավն է։ Պարզապես պաշտպանող է։ Մարինեն հարմարվեց նստատեղին, հոգնած, բայց երջանիկ։ Այսպիսով, մենք անցանք երկու ընտանեկան փորձությունները։ Անցանք։ Իսկ հիմա։ Մարինեն ժպտաց, չարաճճի։ Հիմա գալիս է դժվար մասը, թաքցնել դա աշխատանքում, առանց որևէ մեկի կասկածելու։ Ավագը հառաչեց։ Անհնար կլինի։ Ես հազիվ եմ կարողանում քեզ նայել, առանց քեզ համբուրելու ցանկության։ Դու ստիպված կլինես վերահսկել։ Կանոն համար 1, հիշում ես։ Ես հիշում եմ։ Բայց ես նա հիշում եմ կանոն համար 5-ը։ Նա կայանեց մեքենան նրա շենքի դիմաց նրան քաշեց խորը, ուժգին համբույրի, լի ապագայի խոստումներով։ Երբ մենք մենակ լինենք, կարող եմ քեզ համբուրել, երբ ցանկանամ։ Մարինեն ժպտաց նրա շուրթերին։ Միշտ։ Եվ այնտեղ, Երանի աստղազարդ երկնքի տակ, նրանք գիտեին, որ ճիշտ ճանապարհն էին ընտրել։ Հեշտ չէր լինի։ Կլինեին մարտահրավերներ, վախեր, անորոշություններ։ Բայց միասին նրանք կկարողանային։ Որովհետև ճշմարիտ սերը չի ճանաչում դասի, հեռավորության կամ կորպորատիվ կանոնների սահմաններ։ Ճշմարիտ սերը պարզապես պատահում է։ Հաջորդող ամիսները ինքնատիրապետման մշտական մարզանք էին։ Մարինեն ավագը դարձան քողարկման արվեստի վարպետներ։ Գրասենյակում նրանք մասնագիտականության մարմնացումն էին։ Նա շարունակում էր մնալ պահանջկոտ ուղղակի գործադիր տնօրենը։ Նա մնում էր արդյունավետ զուսպ նախագծերի մենեջերը։ Ոչ ոք ոչինչ չէր կասկածում։ Կամ գրեթե ոչ ոք։ Կամիլան առաջինն էր, ով նկատեց նուրբ փոփոխությունները։ Այն ձ, թե ինչպես էին Մարինեի աչքերը փայլում, երբ ավագը մտնում էր սենյակ։ Այն ձ, թե ինչպես էր նա գրեթե աննկատելիորեն միշտ պատճառ գտնում անցնելու այն միջանցքով, որտեղ գտնվում էր նրա գրասենյակը։ Զուսպ ժպիտները, որոնք փոխանակվում էին հանդիպումների ժամանակ։ Դուք սարսափելի եք դրանում, շշնջաց Կամիլան մի օր ճաշի ժամանակ։ Մարինեն գրեթե խեղդվեց հյութից։ Ինչու՞ն սարսափելի։ Թաքցնելու։ Մարինե, ցանկացած մարդ, ով նվազագույն ընկալունակություն ունի, կարող է տեսնել, որ քո Կոստանյանի մեջ ինչ-որ բան կա։ Դա ծիծաղելի է։ Մենք հազիվ ենք խոսում գրասենյակում։ Հենց այդպես։ Դուք հազիվ եք խոսում։ Բայց նայում եք միմյանց։ Եվ երբ կարծում եք, որ ոչ ոք չի տեսնում, ժպիտները հայտնվում են։ Ես քեզ ճանաչում եմ 10 տարի, Մարինե։ Ես գիտեմ, երբ դու սիրահարված ես։ Մարինեն հոգոց հանեց, պարտված։ Լավ։ Դու ճիշտ ես։ Բայց խնդրում եմ, ոչ մեկին մի պատմիր։ Մենք փորձում ենք ամեն ինչ զուսպ պահել, մինչ որոշենք, թե ինչ անել։ Կամիլան բռնեց ընկերուհու ձեռքը։ Քո գաղտնիքը ինձ մոտ ապահով է։ Բայց դուք պետք է շուտ որոշեք, որովհետև բամբասանքներն արդեն սկսվել են։ Եվ Կամիլան ճիշտ էր։ Հաջորդ օրերին Մարինեն սկսեց նկատել շշուկները։ Հետաքրքրասեր հայացքները։ Խոսակցությունները, որոնք կտրուկ դադարում էին, երբ նա մտնում էր խոհանոց։ Լարվածությունը մեծանում էր, նա գիտեր, որ շուտով պետք է որոշում կայացնեն։ Դա անձրոտ երեքշաբթի էր, երբ ամեն ինչ փոխվեց։ Մարինեն հաճախորդների հետ կարոր հանդիպման էր, երբ իր հեռախոսը թրթռաց։ Դա Ջուլիետան էր, հաշվապահությունից։
Մարինե, ընկերության WhatsApp խումբը տեսել ես։ Մարդիկ քո մասին են խոսում։ Մարինեի սիրտը արագացավ։ Դողացող ձեռքերով նա բացեց հավելվածը, մտավ խումբ։ Այն, ինչ տեսավ, ստիպեց նրան սառչել։ Մի լուսանկար կար։ Անորոշ, հեռվից արված, բայց աներկբայորեն նա ավագը։ Նրանք դուրս էին գալիս նոր Նորքի մի ռեստորանից, նա համբուրում էր նրա ճակատը, մինչ բացում էր մեքենայի դուռը նրա համար։ Մակագրությունն ասում էր. «Ժողովուրդ, տեսեք, ում տեսա երեկոյան։ Արդյոք դա այն է, ինչ ես մտածում եմ»։ Հաղորդագրությունները բազմապատկվում էին։ Չեմ հավատում։ Մարինեն Կոստանյանը։ Միշտ մտածել եմ, որ ինչ-որ տարօրինակ բան կար։ Նա նրան տարբեր էր վերաբերվում ամիսներ շարունակ։ Արդյոք նա մենեջերի պաշտոնը ստացել է դրա պատճառով։ Մարինեն զգաց, թե ինչպես է արյունը սառչում։ Այդ վերջին հաղորդագրությունը Ֆերդինանդից էր, մի գործընկերոջից, ով միշտ նրան արամարանքով էր վերաբերվել։ Ակնարկը պարզ էր, վիրավորական։ Նա ներողություն խնդրեց, հանդիպումից վազեց զուգարան։ Փակվեց մի խցիկում, փորձեց վերահսկել շնչառությունը։ Ցասման հիասթափության արցունքները սկսեցին հոսել։ Այն ամենը, ինչի համար նա այդքան քրտնաջան աշխատել էր, իր ամբողջ վստահությունը, կասկածի տակ էր դրվում մի լուսանկարի պատճառով։ Հենց այդ ժամանակ նա մեկ այլ հաղորդագրություն ստացավ։ Ավագից։ Իմ սենյակ։ Հենց հիմա։ Մարինեն լվաց դեմքը, շտկեց կեցվածքը, բարձրացավ վերջին հարկ։ Ավագի քարտուղարուհին նրան նույնիսկ չսպասեցրեց։ Երբ նա մտավ սենյակ, ավագը մեջքով էր կանգնած, պատուհանից դուրս նայելով, ուսերը լարված։ «Տեսա՞ր», հարցրեց նա, ձայնը դողդողալով։ «Տեսա»։ Մարսելը ինձ ցույց տվեց 10 րոպե առաջ։ Մարինե, ես շատ եմ ցավում։ Դու ցավում ես։ Ավագ, նրանք ասում են, որ ես իմ պաշտոնը ստացել եմ միայն այն պատճառով, որ քեզ հետ եմ։ Նրանք ոչնչացնում են իմ հեղինակությունը։ Նա շրջվեց, մուգ աչքերը լի մեղքով։ Ես գիտեմ։ Եվ հենց դրա համար էլ հիմա վերջ կտանք դրան։ Մարինեի սիրտը կոտրվեց։ Դու ուզում ես բաժանվել։ Ինչ։ Ոչ։ Մարինե, դա չէ։ Ես ուզում եմ հրապարակել։ Պաշտոնապես։ Մենք ընդհանուր հանդիպում կկազմակերպենք, ամեն ինչ կպարզաբանենք։ Մարինեն նստեց աթոռին, ապշած։ Դու վստահ ես։ Սա ամեն ինչ կփոխի։ Ավագը մոտեցավ, ծնկի իջնելով նրա առջ բռնելով նրա ձեռքերը։ Վստահ եմ։ Ես այլս չեմ կարող քեզ թաքցնել, կարծես դու մի բան լինեիր, որից ամաչում եմ։ Ես սիրում եմ քեզ, Մարինե։ Եվ ուզում եմ, որ բոլորն իմանան դա։ Դա առաջին անգամն էր, որ նա ասում էր այդ բառերը։ Մարինեն զգաց, թե ինչպես են արցունքները նորից գալիս, բայց հիմա դրանք հուզմունքից էին։ Ես էլ եմ քեզ սիրում։ Նրանք համբուրվեցին այնտեղ, այլս չմտածելով տեսախցիկների կամ հայացքների մասին։ Որոշումը կայացված էր։ Հանդիպումը նշանակված էր աշխատանքային օրվա վերջում։ Ամբողջ ընկերությունը հրավիրված էր։ Շշուկները ուժգին էին։ Բոլորը գիտեին, որ ինչ-որ մեծ բան էր պատրաստվում տեղի ունենալ։ Երբ ավագը մտավ դահլիճ, Մարինեի կողքին, լռությունն անմիջական էր։ Նա բարձրացավ բեմ, շտկեց խոսափողը, սկսեց խոսել։ Բարի երեկո բոլորիդ։ Գիտեմ, որ դուք հետաքրքրված եք, ուստի ուղիղ կլինեմ։ Այո, այսօր շրջանառված լուսանկարներն իրական են։ Մարինե Ալբերտյանը, ես 3 ամիս է, լուրջ հարաբերությունների մեջ ենք։ Շշուկ անցավ դահլիճով։ Ավագը ձեռքը բարձրացրեց, լռություն խնդրելով։ Գիտեմ, որ դա կարող է անհարմար թվալ ոմանց համար։ Բայց ուզում եմ մի քանի բան շատ հստակ ասել։ Առաջինը, Մարինեն նախագծերի մենեջերի պաշտոնը ստացել է 3 տարի առաջ, շատ ավելի վաղ, քան մեր միջ որե անձնական կապ։ Նա այն ամենահմուտ մասնագետներից է, ում հետ երբե արտոնություն եմ ունեցել ծանոթանալու, ցանկացած հակառակ ակնարկ ոչ միայն կեղծ է, այլ վիրավորական։ Մարինեն կոկորդում մի հանգույց զգաց, լսելով, թե ինչպես էր նա հրապարակայնորեն պաշտպանում իրեն։ Երկրորդ, այսօրվանից, շահերի բախումից խուսափելու համար, Մարինեն կտեղափոխվի, ուղղակիորեն ենթարկվելու Մարսել Կոստանյանին, իմ եղբորը գործընկերոջը։ Նա կշարունակի ունենալ նույն նախագծերը, նույն աշխատավարձը, նույն պարտականությունները։
Միակ տարբերությունն այն է, որ ես այլս նրա անմիջական ղեկավարը չեմ լինի։ Մարսելը նստած առաջին շարքում գլխով արեց հաստատելով. երրորդ ամենակարորը Մարինեն իմ կյանքի ամենակարոր մարդն է։ Ես սիրում եմ նրան, մտադիր եմ ապագա կառուցել նրա հետ։ Հուսով եմ, որ բոլորը կկարողանան հարգել մեր որոշումը, որ մենք կկարողանանք շարունակել միասին աշխատել մասնագիտորեն հարգալից։ Հարցեր կան։ Ֆերդինանդը, նույն այն մարդը, ով չարամիտ ակնարկ էր արել խմբում, ձեռքը բարձրացրեց։ Իսկ եթե մենք չհամաձայնենք։ Իսկ եթե կարծենք, որ դա անբարոյական է։ Ավագը նրան նայեց այն սառը հայացքով, որը ստիպում էր նույնիսկ ամենաքաջերին նահանջել։ Ապա դու լիովին իրավունք ունես այլ աշխատանք փնտրելու, Ֆերդինանդ։ Բայց քանի դեռ այստեղ ես աշխատում, ես հարգանք եմ ակնկալում։ Ինձ համար, Մարինեի համար, բոլոր գործընկերների համար։ Հստակ է։ Ֆերդինանդը գուլ տվեց, գլխով արեց։ Երբ հանդիպումն ավարտվեց, Մարինեին շրջապատեցին գործընկերները։ Ոմանք հետաքրքրասեր, ոմանք անկեղծորեն ուրախ նրա համար։ Կամիլան առաջինն էր, ով գրկեց նրան։ Դու դողում ես։ Ես գիտեմ։ Սա ուժգին էր։ Բայց դու լավ ես։ Որոշման հետ։ Մարինեն նայեց ավագին, ով խոսում էր Մարսելի հետ դահլիճի մյուս կողմում։ Երբ նրանց աչքերը հանդիպեցին, նա ժպտաց։ Իրական, ազատ, երջանիկ ժպիտ։ Ես եմ։ Ամիսներ շարունակ առաջին անգամ ես ազատ եմ։ Հաջորդ օրերը հարմարվողականության օրեր էին։ Մարինեն սկսեց ենթարկվել Մարսելին, ով շատ ավելի անկաշկանդ էր, քան ավագը։ Բամբասանքները աստիճանաբար նվազեցին, փոխարինվելով առօրյայով։ Եվ Մարինեն, վերջապես, կարող էր ճաշել ավագի հետ, առանց թաքնվելու։ Կարող էր ժպտալ, երբ նա անցնում էր միջանցքով։ Կարող էր լինել ինքը։ Դա ուրբաթ օր էր, հրապարակային։ Բացահայտումից 3 ամիս անց, երբ ավագը զարմացրեց նրան։ Վաղը երեկոյան մի գեղեցիկ բան հագիր։ Մարինեն նրա բնակարանում էր, ընթրիք էր պատրաստում, մինչ նա վերանայում էր որոշ փաստաթղթեր։ Ինչո՞վ։ Դուրս ենք գնալու։ Այո։ Հատուկ ընթրիք։ Ավագ, դու գիտես, որ պետք չէ ինձ տպավորել թանկարժեք ռեստորաններով։ Ես արդեն սիրահարված եմ քեզ։ Նա մոտեցավ հետից, գրկելով նրան իրանից համբուրելով նրա պարանոցը։ Ես գիտեմ։ Բայց տղամարդը չի կարող ուզել փայփայել իր սիրելի կնոջը։ Մարինեն ժպտաց, շրջվելով նրան համբուրելու համար։ Կարող է։ Բայց ես նախընտրում եմ քո տնական մակարոնեղենը ցանկացած 5 աստղանի ռեստորանից։ Ստախոս։ Երդվում եմ։ Հատկապես այն կարբոնարան, որը դու պատրաստեցիր անցյալ շաբաթ։ Այնպես որ, պայմանավորված է։ Վաղը երեկոյան, տնական կարբոնարա։ Բայց երբ Մարինեն հաջորդ շաբաթ օրը հասավ նրա բնակարան, բոլորովին այլ տեսարան տեսավ։ Սենյակը լուսավորված էր մոմերով։ Վարդի թերթիկներ էին սփռված հատակին։ Նուրբ երաժշտություն էր հնչում։ Եվ ավագը, գրելով անթերի կոստյում, սպասում էր նրան սպիտակ շուշանների փունջով, նրա սիրելի ծաղիկներով։ Ավագ, ինչ։ Արի։ Նստիր ինձ հետ։ Նա նրան առաջնորդեց դեպի պատշգամբ, որտեղ մի փոքր սեղան էր դրված, երանի լույսերի տեսարանով։ Մարինեն անխոս էր։ Ես չեմ հասկանում։ Դու ասացիր, որ կարբոնարա ես պատրաստելու։ Ես ստեցի։ Ինչո՞վ։ Ավագը բռնեց նրա ձեռքերը, աչքերը փայլում էին մի հուզմունքով, որը Մարինեն երբեք չէր տեսել։ Մարինե, երբ ես քեզ հանդիպեցի, ես դատարկ մարդ էի։ Հաջողակ, այո։ Հարուստ, այո։ Բայց լիովին մենակ։ Ես ամբողջ կյանքս կառուցել էի վերահսկողության, տրամաբանության, ռացիոնալության վրա։ Էմոցիաները թշնամիներ էին։ Սերը թուլություն էր։ Նա խորը շունչ քաշեց։ Եվ հետո դու հայտնվեցիր։ Քո արդյունավետությամբ, քո զուսպությամբ, քո խելքով։ Եվ դանդաղ, առանց իմ նկատելու, դու քանդեցիր իմ կառուցած ամեն պատ։ Դու ինձ ստիպեցիր զգալ։ Դու ինձ ստիպեցիր ծիծաղել։ Դու ինձ ստիպեցիր ցանկանալ ավելի լավ մարդ լինել։ Մարինեն զգաց, թե ինչպես են արցունքները սկսում հոսել։ Ես քեզ սիրում եմ այնպես, ինչպես չգիտեի, որ հնարավոր է։
Եվ ես չեմ ուզում իմ կյանքի մնացած մասը քեզ հետ հանդիպելով անցկացնել։ Ես ավելին եմ ուզում։ Ես ամեն ինչ եմ ուզում։ Ավագը ծնկի իջավ, գրպանից հանելով թավշյա փոքրիկ տուփ։ Երբ բացեց այն, Մարինեն տեսավ ամենագեղեցիկ մատանին, որ երբե տեսել էր։ Էլեգանտ, պարզ կատարյալ մենակ քարով մատանի։ Մարինե Ալբերտյան, դու կհամաձայնես ամուսնանալ ինձ հետ։ Մարինեն չկարողացավ խոսել։ Պարզապես կատաղի գլխով արեց, մինչ արցունքները անվերահսկելիորեն հոսում էին։ Պետք է լսեմ բառերը, սեր իմ։ Այո։ Այո, ես համաձայն եմ։ 1000 անգամ այո։ Ավագը մատանին դրեց նրա մատին, նրան քաշեց խորը, ուժգին համբույրի, լի ապագայի խոստումներով։ Երբ բաժանվեցին, երկուսն էլ միաժամանակ ծիծաղում լացում էին։ Ես չեմ հավատում, որ դու ինձ խաբեցիր կարբոնարայի պատմությամբ։ Ես դեռ կպատրաստեմ։ Հիմա, արի այստեղ։ Մենք նշանադրություն ունենք տոնելու։ Նշանադրության լուրը արագորեն տարածվեց ընտանիքում։ Ընտանիքները ոգորված էին։ Ռոզան ուրախությունից այնքան լացեց, որ Հովհաննեսը ստիպված եղավ նրան հանգստացնել երիցուկի թեյով։ Հելենը, սովորաբար այդքան զուսպ, առաջին անգամ գրկեց Մարինեին անկեղծ քնքշությամբ։ Միքայելը ոգորությունից ցատկում էր, իմանալով, որ նոր հորեղբայր կունենա։ Եվ ամբողջ ընկերությունը շնորհավորեց նրանց։ Հարսանիքի նախապատրաստությունները ինտենսիվ էին։ Մարինեն ուզում էր ինչ-որ մտերմիկ բան, միայն ընտանիքի մտերիմ ընկերների համար։ Ավագը համաձայնեց, ուրախությամբ թույլ տալով նրան որոշել յուրաքանչյուր մանրուք։ Նրանք նշանակեցին 6 ամիս հետո, բավականաչափ ժամանակ ամեն ինչ առանց սթրեսի կազմակերպելու համար։ Դա հարսանեկան զգեստի փորձի ժամանակ էր, Դեբորայի, Կամիլայի, Ռոզայի ուղեկցությամբ, երբ Մարինեն բացահայտում արեց. Մայրիկ, կարծում ես, որ մենք շատ արագ ենք գնում։ Ռոզան շտկեց շղարշը, դստեր մազերին ժպտաց։ Աղջիկս, երբ ճիշտ է, պետք չէ դանդաղել։ Քո հայրը ինձ ամուսնության առաջարկ արեց մեր ծանոթանալուց 3 ամիս հետո։ Մենք միասին ենք 35 տարի։ Բայց ինչ կլինի, եթե մենք շատ տարբեր լինենք։ Իսկ եթե ապագայում այդ տարբերությունները խնդիրներ դառնան։ Ռոզան քնքշությամբ բռնեց դստեր դեմքը։ Մարինե, կարևորն այն չէ, թե որտեղից եք դուք եկել։ Կարևորն այն է, թե ուր եք գնում միասին։ Ավագը քեզ նայում է, կարծես դու աշխարհի միակ կին լինեիր։ Եվ դու փայլում ես, երբ նրա կողքին ես։ Սա իսկական սեր է։ Եվ իսկական սերը հաղթահարում է ցանկացած տարբերություն։ Մարինեն գրկեց մորը, ավելի ապահով զգալով։ Շնորհակալություն, մայրիկ։ Միշտ, աղջիկս։ Միշտ։ Հարսանիքի օրը եկավ արոտ հոկտեմբերյան շաբաթ օրը։ Արարողությունը պետք է լիներ Երանի մերձակա մի ֆերմայում, գյուղական, բայց էլեգանտ վայրում, որը հավասարապես հաճելի էր ինչպես Մարինեի ընտանիքի պարզ կողմին, այնպես էլ ավագի ընտանիքի բարդ կողմին։ Մարինեն հարսանեկան սենյակում էր, Դեբորայի Կամիլայի օգնությամբ հագնում էր զգեստը։ Այն պարզ էր, բայց շքեղ, նուրբ ժանյակներ, էլեգանտ դեկոլտե, երկար քղանցք։ Երբ հայելու մեջ նայեց իրեն, հազիվ ճանաչեց իր կերպարը։ Դու գեղեցիկ ես, շշնջաց Դեբորան, աչքերը լցված։ Կատարյալ, համաձայնեց Կամիլան։ Հովհաննեսը մտավ սենյակ, կտրուկ կանգ առնելով դստեր տեսքից։ Աստված իմ, Մարինե։ Դու այդքան ես մեծացել։ Հայրիկ, մի լացիր։ Եթե դու լացես, ես էլ կլացեմ, դիմահարդարումը կվատանա։ Նա ծիծաղեց, սրբելով աչքերը։ Ես պարզապես ուզում եմ, որ դու շատ երջանիկ լինես, աղջիկս։ Ավագը լավ մարդ է։ Ես դա հասկացա, երբ նա առաջին անգամ եկավ մեր տուն։ Եվ այսօր դու նոր կյանք ես սկսելու։ Միայն մեզ մի մոռացիր, լավ։ Մարինեն ուժեղ գրկեց հորը։ Երբեք։ Դուք իմ հիմքն եք։ Միշտ կլինեք։ Երաժշտությունը սկսվեց։ Մարինեն բռնեց հոր ձեռքը, քայլեց դեպի զոհասեղան։ Եվ երբ տեսավ ավագին այնտեղ, սպասելիս փայլող աչքերով դեմքին ժպիտով, գիտեր, որ ճիշտ ընտրություն էր կատարում։ Արարողությունը հուզիչ էր։ Ուղտեր փոխանակվեցին, արցունքներ թափվեցին, ժպիտներ կիսվեցին։ Երբ քահանան ասաց կարող եք համբուրել հարսին, ավագը նրան քաշեց այնքան կրքոտ համբույրի, որ հյուրերը ծափահարեցին, սուլեցին։ Խնջույքը կատարյալ էր։
Այն խառնում էր սամբան դասական երաժշտության հետ, լոբով ճաշը կանապեների հետ, պարզությունը էլեգանտության հետ։ Եվ պարահրապարակում, երբ ավագը առաջին անգամ նրան պտտեց, որպես ամուսին կին, Մարինեն շշնջաց նրա ականջին. «Ես սիրում եմ քեզ։ Ես քեզ ավելի շատ եմ սիրում»։ Անհնար է։ Նա ծիծաղեց, համբուրելով նրա ճակատը։ Այնպես որ, եկեք դա ոչ ոքի անվանենք։ Մեղրամիսը սանա լճում էր։ 15 օր դրախտային լողափեր, սուզումներ, ռոմանտիկ ընթրիքներ, սիրո գիշերներ։ Հենց այնտեղ էր, ավազի վրա, աստղազարդ երկնքի տակ պառկած, որ Մարինեն իր մարմնում փոփոխություն զգաց։ Առավոտյան սրտխառնոց։ Անբացատրելի հոգնածություն։ Ուշացում, որը նա չէր կարող անտեսել։ Ճանապարհորդության վերջին օրը, մինչ ավագը քնած էր, նա գաղտնի դուրս եկավ դեղատնից հղիության թեստ գնեց։ Փակվեց։ Հյուրանոցի լոգարանում, սիրտը արագ զարկերով։ 3 րոպե անց նա նայեց արդյունքին։ Դրական։ Մարինեն սկսեց միաժամանակ ծիծաղել լացել։ Նա հղի էր։ Նրանք հազիվ էին վերադարձել հարսանիքից արդեն երեխա կունենային։ Շատ շուտ էր։ Շատ արագ էր։ Կարևոր չէր։ Դա կատարյալ էր։ Նա դուրս եկավ լոգարանից, տեսավ ավագին արթուն, ձգվելիս։ Բարի առավոտ, իմ սեր։ Որտեղ էիր։ Մարինեն նստեց մահճակալին, թեստը մեջքի հետում պահած։ Ավագ, ես մի բան ունեմ քեզ պատմելու։ Նա նստեց, անհանգստացած։ Ինչ է պատահել։ Ամեն ինչ լավ է։ Ամեն ինչ հիանալի է։ Ավելի լավ, քան հիանալի։ Պարզապես մենք բնակարանում մեկ սենյակ կունենանք։ Ավագը հոնքերը գնջրեց, շփոթված։ Ինչո՞վ։ Մարինեն ցույց տվեց թեստը, ժպտալով արցունքներն աչքերին։ Որովհետև մեկ Կոստանյան է գալու մի քանի ամսից։ Ավագը անշարժացած էր, մշակելով տեղեկությունը։ Հետո նրա դեմքին հսկայական ժպիտ տարածվեց։ Դու հղի։ Ես եմ։ Նա նրան քաշեց իր գիրկը, ուժեղ սեղմելով, մինչ ծիծաղում էր։ Մենք երեխա կունենանք։ Մարինե, մենք ծնող կդառնանք։ Այո։ Դու երջանիկ ես։ Երջանիկ։ Ես ամպերի վրա եմ։ Ես քեզ այնքան եմ սիրում։ Նրանք մնացին այնտեղ գրկախառնված, ծիծաղելով, լացելով, պլանավորելով ապագան, որն այժմ ներառում էր մեկ բաբախող սիրտ։ Եվ Մարինեն բացարձակապես համոզված էր, որ ճիշտ ընտրություն էր կատարել։ Որ ամբողջ վախը, ամբողջ անվստահությունը արժեր։ Որովհետև երբեմն սերը գալիս է անսպասելիորեն։ Երբեմն այն խախտում է բոլոր կանոնները, մարտահրավեր է նետում բոլոր տրամաբանություններին։ Բայց երբ այն իրական է, երբ այն ճշմարիտ է, այն ամեն ինչ փոխում է։ Եվ Մարինեն ավագը պատրաստվում էին բացահայտելու, որ լավագույն փոխակերպումը դեռ առջում էր։ Հղիության լուրը ընտանիքում տարածվեց չոր անտառում բռնկված հրդեհի պես։ Ռոզան այնքան լացեց, որ Հովհաննեսը ստիպված եղավ նրան հանգստացնել երիցուկի թեյով։ Հելենը, սովորաբար այդքան զուսպ, Մարինեին գրկեց մի քնքշությամբ, որը նրան զարմացրեց։ Իսկ Միքայելը, իմանալով, որ ավագ զարմիկ է դառնալու, շաբաթներ շարունակ պլանավորում էր, թե ինչպես է լինելու աշխարհի լավագույն զարմիկը։ Մարինեն հղիության 3-րդ ամսում էր, երբ սկսեցին մանկական սենյակը հավաքել։ Որոշեցին չիմանալ սեռը մինչ ծնունդը, ուզում էին, որ անակնկալ լինի։ Այնպես որ ընտրեցին չեզոք թեմա, ամպեր աստղեր նուրբ դեղին սպիտակ երանգներով։ Ավագը բացահայտվեց որպես լիովին նվիրված ապագա հայր։ Կարդում էր հղիության ծնող լինելու մասին բոլոր գրքերը, որոնք կարող էր գտնել։ Ուղեկցում էր Մարինեին բոլոր բժշկական այցերին։ Համոզվում էր, որ առողջ սնունդ է պատրաստում։ Եվ ամեն գիշեր, քնելուց առաջ, խոսում էր նրա փորի հետ, պատմելով օրվա, ապագայի իր պլանների, այն մասին, թե որքան էր արդեն սիրում այդ փոքրիկ արարածին, որը դեռ չէր էլ եկել։ Կարծում ես, տղա կլինի, թե՞։ Աղջիկ, հարցրեց Մարինեն մի գիշեր, մահճակալին պառկած, ավագի ձեռքը հանգչում էր իր արդեն մի փոքր կլորացած փորի վրա։ Չգիտեմ։ Բայց կապ չունի։ Պարզապես ուզում եմ, որ առողջ լինի։ Եվ որ քո աչքերը ունենա։ Իմ աչքերը։ Ինչո՞վ։ Որովհետև քո աչքերը պատմություններ են պատմում։ Անկեղծ են, արտահայտիչ։
Ամեն անգամ, երբ քեզ եմ նայում, տեսնում եմ այն ամենը, ինչ զգում ես։ Դա բաց գիրք կարդալու պես է։ Մարինեն ժպտաց, հուզված։ Եվ ես ուզում եմ, որ նա ունենա քո պատասխանատվության զգացումը։ Քո վճռականությունը։ Քանի դեռ իմ համառությունը չունի։ Ախ, բայց ես սիրում եմ քո համառությունը։ Հենց դա ստիպեց քեզ չհանձնվել ինձնից։ Ավագը նրան ավելի մոտ քաշեց, համբուրելով նրա ճակատը։ Երբեք չէի հանձնվի։ Դու լավագույն սխալն ես, որ երբե արել եմ։ Սխալ։ Այո։ Հաշվարկային սխալ։ Կարծում էի, որ կկարողանամ հեռու մնալ։ Որ կկարողանամ վերահսկել այն, ինչ զգում էի։ Բայց դու խառնեցիր իմ բոլոր պլանները, Մարինե Ալբերտյան-Կոստանյան։ Եվ ես ամեն օր շնորհակալ եմ դրա համար։ Ամիսներն անցնում էին։ Փորը մեծանում էր։ Մարինեն սարսափելի սրտխառնոցներ ուներ առաջին եռամսյակում, ավագը արթուն էր մնում նրա հետ դժվար գիշերներին, բռնելով նրա մազերը, երբ նա վատ էր զգում, շփելով նրա մեջքը, շնջալով մխիթարական բառեր։ Աշխատանքում Մարինեն շարունակում էր ակտիվ լինել այնքան, որքան կարող էր։ Մարսելը հասկացող էր, հարմարեցնելով նրա աշխատանքային բեռը, քանի որ հղիությունը առաջ էր գնում։ Գործընկերները համերաշխ էին, հատկապես այն կանայք, ովքեր արդեն մայրեր էին խորհուրդներ ու պատմություններ էին առաջարկում։ 5-րդ ամսում էր, երբ առաջին անգամ զգացին երեխայի շարժումը։ Մարինեն գրասենյակում էր, վերանայելով հաշվետվություն, երբ զգաց. նուրբ շարժում, կարծես թիթեռներ լինեին ստամոքսում։ Նա սառցակալեց, ձեռքը ինքնաբերաբար թռչելով դեպի փորը։ Նա վերցրեց հեռախոսը, զանգահարեց ավագին, ով հանդիպման էր։ Մարինե։ Ամեն ինչ լավ է։ Երեխան է։ Ամեն ինչ լավ է։ Պարզապես երեխան շարժվեց, ավագ։ Առաջին անգամ։ Հիմա էլ է շարժվում։ Նա մյուս կողմից մի ձայն լսեց, կարծես նա կտրուկ վեր կացած լիներ։ Ես հիմա կգամ։ Մի հեռացիր այստեղից։ Ավագ, դու հանդիպման ես։ Կարոր չէ։ Իմ երեխան շարժվում է։ Ես հիմա կգամ։ Եվ նա իսկապես գնաց։ Թողեց հաճախորդներին սպասելիս, վազելով բարձրացավ 3 հարկերը, որոնք բաժանում էին իրենց սենյակները, շնչահեղձ մտավ Մարինեի գրասենյակ։ Նա այնտեղ էր, ձեռքը փորի վրա, ժպտալով։ Նստիր այստեղ։ Ձեռքդ դիր։ Ավագը ծնկի իջավ, իր մեծ ձեռքը դնելով նրա փորի վրա։ Նրանք լուռ մնացին, սպասելով։ Եվ հետո դա նորից պատահեց։ Փոքր, բայց անսխալական հարված։ Ավագի աչքերը լցվեցին արցունքներով։ Դա մեր երեխան է։ Նա իսկապես այնտեղ է։ Այո։ Եվ հայրիկին ողջույն է ասում։ Նրանք մնացին այնտեղ երկար րոպեներ, պարզապես զգալով, կիսելով այդ կախարդական պահը, որը ոչ մի հաշվետվություն, ոչ մի հանդիպում չէր կարող գերազանցել։ Մանկական երեկույթը կազմակերպեցին Ռոզան Հելենը միասին։ Դա երկու աշխարհների կատարյալ միաձուլում էր, Հելենի կողմից ընտրված էլեգանտ ձավորում, Ռոզայի կողմից պատրաստված տնական ուտելիք։ Անցկացվեց Կոստանյանների ընտանիքի տանը, երկու կողմերի հյուրերով։ Մարինեն այնքան նվերներ ստացավ, որ 2 մեքենա պահանջվեց ամեն ինչ տուն տանելու համար։ Փոքրիկ հագուստներ, տակդիրներ, խաղալիքներ, մանկական գրքեր։ Միքայելն ամենաօգորվածն էր, անձամբ ընտրելով հսկայական փափուկ ընձուղտ։ Դա զարմիկի կամ զարմուհու առաջին խաղալիքը կլինի։ Ես ընտրեցի, որովհետև ընձուղտը լավն է։ Կատարյալ է, Միքայել։ Շնորհակալություն։ Մանկական երեկույթի ժամանակ էր, որ Մարինեն զգաց առաջին կծկումները։ Դեռ թույլ, բայց հաստատապես կային։ Նա խոսում էր Դեբորայի հետ, երբ մի տարբեր ցավ անցավ նրա փորով։ Դու լավ ես, Դեբորան նկատեց քրոջ արտահայտությունը։ Կարծես այո։ Դա պարզապես մարզումային կծկում էր։ Բայց հաջորդ ժամերին կծկումներն ուժեղացան։ Երբ երեկոյան տուն հասան, Մարինեն հազիվ էր կարողանում քայլել։ Ավագը, փորձելով չխուճապի մատնվել, զանգահարեց բժշկին։ Կծկումները կանոնավոր են։ Քանի։ Րոպեից քանի։ Րոպե։ Մոտ 10 րոպե։ Այնպես որ ավելի լավ է գնալ հիվանդանոց։ Քանի։ Շաբաթական է։ 37։ Ժամկետն է։
Հիմա գնացեք հիվանդանոց։ Հիվանդանոց։ Տանող ճանապարհը նյարդայնության ոգորության խառնուրդ էր։ Մարինեն փորձում էր շնչել այնպես, ինչպես սովորել էր նախապատրաստական դասերին։ Ավագը մեքենա էր վարում, ձեռքերը սեղմած ղեկին, փորձելով հանգիստ մնալ։ Շատ է ցավում։ Տանելի է։ Գուտո, դա կատարվում է։ Մենք կհանդիպենք մեր երեխային։ Ես գիտեմ։ Եվ ես սարսափած եմ։ Մարինեն ծիծաղեց, նույնիսկ ցավի միջով։ Դու… Այն տղամարդը, ով միլիոններ է բանակցում առանց թարթելու, վախենում է երեխայից։ Այս երեխան իմ կյանքի ամենակարևոր բանն է։ Այնպես որ, այո, ես սարսափած եմ։ Նրանք հիվանդանոց ընդունվեցին գիշերվա 11-ին։ Մարինեին տարան ծննդատուն։ Ծննդաբերությունը տեց 9 ժամ։ 9 ժամ ցավ, քրտինք, արցունքներ, բայց նա սեր։ Ավագը նրա կողքից չհեռացավ ոչ մի վայրկյան։ Բռնեց նրա ձեռքը, սրբեց նրա դեմքը, շշնջաց քաջալերող բառեր։ Դու կկարողանաս, իմ սեր։ Դու ամենաուժեղ կինն ես, ում ես ճանաչում եմ։ Այլս չեմ դիմանում։ Կդիմանաս։ Միայն մի փոքր էլ։ Շուտով մեր երեխան այստեղ կլինի։ Կիրակի առավոտյան ժամը 8-ին 15 րոպեին, արոտ մի օր, վերջին ջանքից հետո երեխայի լացը լցրեց սենյակը։ Աղջիկ է, հայտարարեց բժիշկը, փոքրիկին դնելով Մարինեի կրծքին։ Մի աղջիկ։ Փոքրիկ, վարդագույն, փակ աչքերով սեղմված բռունցքներով։ Կատարյալ։ Մարինեն ավագը նայեցին նրան, իսկ հետո միմյանց երկուսն էլ լացելով, առանց մտածելու, թե ով է նրանց տեսնում։ Դա մեր դուստրն է։ Դա մեր դուստրն է։ Ողջույն, փոքրիկ։ Ողջույն, իմ սեր։ Բարի գալուստ։ Երեխան մեկ վայրկյան բացեց աչքերը, երկուսն էլ տեսան։ Մուգ շագանակագույն աչքեր, ինչպես մորը։ Նա քո աչքերն ունի, շշնջաց ավագը, հիացած։ Եվ կունենա քո վճռականությունը։ Տեսեք, թե ինչպես է բռնում իմ մատը։ Որոշեցին նրան Լիզա անվանել։ Պարզ, նուրբ, կատարյալ անուն։ Լիզայի հետ առաջին շաբաթները մրրիկ էին։ Անքուն գիշերներ, հաջորդականությամբ փոխված տակտիրներ, կերակրումներ յուրաքանչյուր 3 ժամը մեկ։ Մարինեն հյուծված էր, բայց երբեք այդքան երջանիկ չէր եղել։ Ավագը բացահայտվեց որպես ներկա նվիրված հայր։ Արթնանում էր գիշերվա կեսին, օրորում էր դստերը, փոխում էր տակտիրները, առանց բողոքելու։ Դու զարմանալի հայր ես, ասաց Մարինեն մի գիշեր, դիտելով, թե ինչպես էր նա օրորում Լիզային։ Սովորում եմ։ Խոստովանում եմ, որ երբ նա շատ է լացում, ես դեռ խուճապի եմ մատնվում։ Բոլոր ծնողներն էլ են։ Դա դրա մի մասն է։ Բայց արժե։ Նրա յուրաքանչյուր ժպիտը, նրա յուրաքանչյուր փոքրիկ ձայնը, արժե կորցրած քնի յուրաքանչյուր ժամը։ Ամբողջ ընտանիքը սիրահարվեց Լիզային։ Ռոզան ապրում էր նրանց բնակարանում, օգնելով ամեն ինչում։ Հելենը զարմանալիորեն նույնպես հաճախ էր այցելում, բերելով շատ թանկարժեք հագուստներ, աքսեսուարներ, որոնց մասին երեխան նույնիսկ չգիտեր, որ պետք են։ Միքայելը աշխարհի ամենանվիրված զարմիկն էր, նրա համար երգեր երգելով, դեմքեր անելով նրան ծիծաղեցնելու համար։ Հովհաննեսը, ով միշտ ամենակոշտերից էր, ամբողջովին հալվում էր, թոռնուհուն գրկելիս։ Նա չափազանց կատարյալ է։ Ճիշտ Մարինեի նման, երբ նա ծնվեց։ Լիզայի ծնվելուց 3 ամիս անց Մարինեն վերադարձավ աշխատանքի։ Դա դժվար անցում էր, առաջին անգամ թողնել դստերը։ Բայց Ռոզան առաջարկեց ցերեկը հոգ տանել նրա մասին, դա մխիթարություն բերեց։ Գրասենյակում ամեն ինչ փոխվել էր։ Մարինեն նկատում էր, թե ինչպես էին նրան հիմա այլ կերպ դիտարկում։ Այլս ոչ միայն որպես հմուտ մենեջեր, այլ որպես կին, ով նվաճել էր ընկերության ամենաանհասանելի գործադիրի սիրտը, ով մարտահրավեր էր նետել սոցիալական կոնվենցիաներին, ով հիմա հավասարակշռում էր մայրությունը կարիերան հիացմունքի արժանի նրբագեղությամբ։ Կամիլան առաջինն էր, ով այցելեց նրան վերադարձի առաջին օրը։ Ինչպես է անցնում։ Դժվար է։ Ես շարունակում եմ մտածել նրա մասին։ Բայց պետք է այստեղ էլ լինեմ։ Պետք է պահպանեմ իմ կարիերան։ Եվ դու կկարողանաս։ Դու միշտ լավ ես եղել ամեն ինչ հավասարակշռելու մեջ։ Եվ հիմա քո կողքին ավագն ունես։ Դուք թիմ եք։ Եվ նրանք իսկապես այդպիսին էին։
Ավագը հանդիպումներից շուտ էր հեռանում, տանը օգնելու համար։ Մարինեն կազմակերպում էր իր ժամանակացույցը, Լիզայի հետ առավելագույն ժամանակ անցկացնելու համար։ Նրանք հերթով էին անցկացնում դժվար գիշերները, աջակցում էին միմյանց հոգնեցուցիչ օրերին, միասին տոնում էին դստեր յուրաքանչյուր փոքրիկ հաջողությունը։ Դա ուրբաթ երեկո էր, Լիզայի ծնվելուց 6 ամիս հետո, երբ Մարինեն ավագը վերջապես միայնակ պահ ունեցան։ Տատիկ-պապիկները երեխային տարել էին հանգստյան օրերն անցկացնելու, պնդելով, որ զույգին անհրաժեշտ է մենակ ժամանակ։ Նրանք բազմոցին էին, պարզապես վայելելով հազվագյուտ լռությունը, երբ Մարինեն խոսեց. «Դու որե բանի համար զղջում ես»։ Ավագը նրան նայեց, զարմացած. «Զղջում? Ինչու՞»։ «Որովհետև քո կյանքը լիովին փոխվեց։ Դու հաջողակ ամուրի էիր, լիակատար ազատությամբ։ Եվ հիմա դու կապված ես ինձ հետ, երեխայի հետ, ով մեզ չի թողնում քնել»։ Ավագը Մարինեին քաշեց իր գիրկը, շոյելով նրա մազերը։ «Մարինե, քեզանից առաջ ես ամեն ինչ ունեի. գումար, հաջողություն, ճանաչում։ Բայց ես դատարկ էի։ Լիովին դատարկ։ Ես ամեն գիշեր տուն էի գնում լուրջ ցուրտ բնակարան։ Ամեն առավոտ արթնանում էի, չիմանալով ինչու, բացի աշխատանքից»։ Նա բռնեց նրա դեմքը, ստիպելով նրան նայել իրեն։ «Դու ինձ նպատակ տվեցիր։ Դու ինձ սովորեցրիր, թե ինչ է սերը։ Ցույց տվեցիր, որ գեղեցկություն կա անկատարության, խառնաշփոթի, քաոսի մեջ։ Իսկ Լիզան… նա լավագույն բանն է, որ երբեք պատահել է ինձ հետ։ Ես ոչ մի վայրկյան չեմ զղջում։ Միայն ափսոսում եմ, որ քեզ ավելի շուտ չնկատեցի։ Ավելի շուտ մոտենալու համար քաջություն չունեցա»։ Մարինեն զգաց, թե ինչպես են արցունքները սկսում հոսել։ «Ես քեզ այնքան եմ սիրում։ Ես քեզ ավելի շատ եմ սիրում։ Եվ քեզ կսիրեմ մինչ իմ կյանքի վերջը»։ Նրանք համբուրվեցին այնտեղ, բնակարանի հազվագյուտ լռության մեջ, հիշելով այն ամենն, ինչ անցել էին։ Պատահաբար լսված զանգը։ Եղբորորդուց խանդը։ Առաջին համբույրը։ Սահմանված կանոնները։ Ներկայացված ընտանիքները։ Ամուսնության առաջարկը։ Անակնկալ հղիությունը։ Լիզայի ծնունդը։ Յուրաքանչյուր պահ, յուրաքանչյուր ընտրություն, յուրաքանչյուր հաղթահարված մարտահրավեր։ 2 տարի անց Մարինեն բնակարանի պատշգամբում էր, դիտելով, թե ինչպես էր Լիզան Միքայելի հետ խաղում Համալիրի այգում։ Աղջիկն արագ էր մեծանում, մոր աչքերով հոր վճռականությամբ։ Անդադար խոսում էր, վազվզում էր ամենուր, տունը լցնում էր ծիծաղով։ Ավագը մոտեցավ հետից, գրկելով նրան իրանից։ «Ինչ ես մտածում»։ «Այն մասին, թե ինչպես է կյանքը շրջվում։ 4 տարի առաջ ես պարզապես լուրջ սիրահարված մենեջեր էի։ Իսկ այսօր… Այսօր ես քո կինն եմ, մեր դստեր մայրը, մի գեղեցիկ ընտանիքի մաս։ Իսկ ինչ կասես 2 երեխայի մայր լինելու մասին»։ Մարինեն սառցակալեց, շրջվելով նրան նայելու համար։ «Ինչ»։ Ավագը ժպտաց, գրպանից հանելով հղիության թեստը։ Նույն այն, որը Մարինեն թաքցրել էր լոգարանի դարակում այդ առավոտ, մտադրվելով պատմել նրան ընթրիքին։ «Կարծում էիր, որ ես չեմ նկատի։ Մարինե, ես քեզ ճանաչում եմ։ Նկատեցի, որ սրտխառնոց ունեիր։ Որ խուսափում էիր սուրճից։ Որ ավելի հոգնած ես։ Գնացի նայելու գտա»։ Ճամփորդություն կազմակերպեց Մարիամի Մերիամ հետ դեպի նրա ծնողների տունը Հայաստանի գյուղական վայրերում։ Դա նրա մոր ծննդյան օրն էր, նա պնդել էր գնալ, չնայած խիտ գրաֆիկին։ Ճաշի ժամանակ ամբողջ ընտանիքով շրջապատված Գաբրիելը Gabriel ակնհայտորեն նյարդային էր։ Մարիամը Մերիամ նկատեց, բայց նախքան նա կկարողանար հարցնել, թե ինչ էր սխալ, նա վեր կացավ։ «Կներեք ընդհատելու համար»։ Նա ասաց, ձայնը թեթակի դողալով։ «Բայց ես անելիք ունեմ»։ Եվ այնուհետ, բոլորի ցնցումին, նա ծնկի իջավ Մարիամի Մերիամ դիմաց։ Նա ձեռքերը բերեց բերանին, արդեն զգալով արցունքների մոտենալը։ Գաբրիելը Gabriel գրպանից հանեց մի փոքրիկ տուփ բացեց, բացահայտելով պարզ, բայց գեղեցիկ մատանի համեստ ադամանդով։ «Մարիամ, Մերիամ»։ Նա սկսեց, հիմա սեղանի մոտ բոլորն էլ լացում էին։ «Դուք իմ կյանք մտաք, երբ ես ամենաքիչն էի սպասում։ Երբ ես հուսահատվել էի հավատալուց, որ կարող եմ նորից զգալ, որ կարող եմ նորից սիրել։
Բայց դուք ինձ ցույց տվեցիք, որ դեռ հույս կար։ Դուք ինձ ծիծաղեցրիք, ստիպեցիք զգալ, ստիպեցիք ավելի լավ մարդ լինել։ Ձեզ հետ յուրաքանչյուր օր նվեր է։ Եվ ես չեմ ուզում անցկացնել ոչ մի օր առանց ձեզ կողքիս։ Կամուսնանաք ինձ հետ։ Թույլ տվեք անցկացնել կյանքիս մնացած մասը, ձեզ երջանիկ դարձնելով, ինչպես դուք եք ինձ դարձնում։ Մարիամը, Մերիեմ, այնքան էր լացում, որ հազիվ էր կարողանում խոսել։ Այո։ Նա վերջապես ասաց. Այո, այո, 1000 անգամ այո։ Նա դողդողուն ձեռքերով մատանին դրեց նրա մատին վեր կացավ, նրան քաշելով համբուրելու, մինչ ամբողջ ընտանիքը ծափահարում էր լացում միասին։ Դա Մարիամի, Մերիեմ, կյանքի ամենաերջանիկ պահերից մեկն էր։ Այնտեղ սիրելիներով շրջապատված սիրած տղամարդը ծնկի իջած նրա ձեռքը խնդրելիս, նա իմացավ, որ այն ամբողջ ցավը, որը նա անցել էր, արժեր։ Որովհետև դա նրան հասցրեց այնտեղ, այդ պահին, այդ սիրուն։ Նորությունը արագ տարածվեց։ Գրասենյակում բոլորն արդեն հաջորդ օրը գիտեին։ Այս անգամ մեկնաբանությունները հիմնականում դրական էին։ Մարդիկ տեսնում էին, թե ինչպես էր Գաբրիելը, Գեբրիել, նայում Մարիամին, Մերիեմ, թե ինչպես էր նա նրան ժպտալ տալիս, թե ինչպես էին նրանք անկեղծորեն երջանիկ միասին։ Անհնար էր դրանով չհուզվել։ Ամուսնության պլանավորումն անմիջապես սկսվեց։ Մարիամը, Մերիեմ, ուզում էր ինտիմ բան, միայն ընտանիքի մտերիմ ընկերների համար։ Գաբրիելը, Գեբրիել, համաձայնեց ամեն ինչի հետ, ինչ նա կորոշեր։ Նրանք ընտրեցին մի գեղեցիկ ֆերմա գյուղական վայրերում արարողության համար, նշանակեցին 6 ամսից, սկսեցին մտածել յուրաքանչյուր մանրամասնի մասին։ Այս ընթացքում նրանք նա սկսեցին լրջորեն խոսել տուն գնելու մասին։ Բնակարանը գեղեցիկ էր, բայց նրանք ուզում էին մի բան, բակով, որտեղ կարող էին շուն ունենալ, որտեղ ի վերջո երեխաները կարող էին խաղալ։ Նրանք այցելեցին մի քանի գույք, մինչ գտան կատարյալը։ Լայն տուն փակ թաղամասում, այգիով, լողավազանով, աճելու համար տարածքով։ Դա թանկ էր, բայց Գաբրիելը, Գեբրիել, պնդեց. Ես ուզում եմ մեր ընտանիքը կառուցել այստեղ։ Նա ասաց. Ես ուզում եմ, որ մեր երեխաներն այստեղ մեծանան։ Երեխաներ բառը Մարիամի, Մերիեմ, սիրտը ուրախությունից արագացնում էր։ Նրանք հիմա հաճախ էին դա քննարկում։ Թե քանիսն էին ուզում, հնարավոր անուններ, թե ինչպիսի ծնողներ էին ուզում լինել։ Ամեն ինչ այնքան իրական էր, այնքան կոնկրետ, այնքան մոտ։ Հարաբերությունները շարունակում էին զարգանալ։ Նրանք անցել էին կործանարար կրքի սկզբնական փուլը, այժմ գտնվում էին խորը սիրո փուլում, այն սերը, որը դիմակայում է առօրյային, վեճերին, վատ օրերին։ Մարիամը, Մերիեմ, Գաբրիելին, Գեբրիել, տեսնում էր առավոտյան գիշերազգեստով, խառնված մազերով սիրում էր նրան։ Նա նրան տեսնում էր առանց դիմահարդարման, հոգնած երկար օրվանից հետո, նրան համարում էր աշխարհի ամենագեղեցիկ կինը։ Դա իրական սեր էր, աճող սեր, հարատող սեր։ Ամուսնությունից 3 ամիս առաջ Մարիամը, Մերիեմ, թուլության պահ ունեցավ։ Նա գրասենյակում էր, երբ պատահաբար հանդիպեց մի նախկին գործընկերոջ, ով աշխատում էր նույն շենքում, որտեղ Լոնը, Լևոն։ Կինը առանց չարության մեկնաբանեց, որ վերջերս տեսել է Լոնին, Լևոն, որ նա նշանված էր, որ երջանիկ էր թվում։ Բառերը անսպասելիորեն հարվածեցին Մարիամին, Մերիեմ։ Նա այլևս չէր սիրում Լոնին, Լևոն, ոչինչ չէր զգում նրա հանդեպ։ Բայց դավաճանության ուրվականը դեռ երբեմն հետապնդում էր նրան։ Այդ օրը նա ավելի շուտ եկավ տուն, ամեն ինչ պատմեց Գաբրիելին, Գեբրիել։ Նա լսում էր լուռ, պարզապես բռնելով նրա ձեռքը։ Երբ նա ավարտեց, նա խոսեց. Դուք գիտեք, թե ինչ եմ տեսնում, երբ նայում եմ ձեզ։ Ինչ։ Նա հարցրեց, չորացնելով արցունքները։ Ես տեսնում եմ ամենաուժեղ կնոջը, ում երբե ճանաչել եմ։ Ես տեսնում եմ մեկին, ով կործանվել էր վերակառուցվել։ Ես տեսնում եմ մեկին, ով ընտրեց նորից հավատալ, նորից սիրել, նորից վստահել, նույնիսկ վախով։ Եվ ես տեսնում եմ այն կնոջը, ում հետ կամուսնանամ 3 ամսից։ Իմ ապագա երեխաների մայրը։ Իմ գործընկերը։ Իմ լավագույն ընկերուհին։ Իմ սերը։ Նա նրան ավելի մոտ քաշեց։ Այն, ինչ նա արեց ձեզ հետ, սարսափելի էր։ Բայց, մի տարօրինակ ձով, ես շնորհակալ եմ։ Որովհետև եթե նա հիմար չլիներ, դուք երբեք ինձ հետ չէիք լինի։ Եվ ես չեմ կարող պատկերացնել իմ կյանքը առանց ձեզ։ Մարիամը, Մերիեմ, ժպտաց արցունքների միջով։ Դուք միշտ գիտեք, ինչ ասել։
Ոչ միշտ։ Նա խոստովանեց, նույնպես ժպտալով։ Բայց ձեզ հետ բառերը հեշտությամբ են գալիս։ Որովհետև դրանք ճշմարիտ են։ Այդ զրույցը փակեց Մարիամի, Mary-եմ, համար կարևոր մի գլուխ։ Նա հասկացավ, որ վերջապես թողել է անցյալը հետում։ Լոնը Լևն, պարզապես հեռավոր հիշողություն էր, սովորած դաս։ Գաբրիելը, Gabriel, ներկան էր ապագան։ Եվ նա պատրաստ էր այդ ապագային, առանց վերապահումների, առանց վախերի։ Ամիսները թռան։ Վեճերը շարունակում էին տեղի ունենալ, առօրյա փոքրիկ գրգռվածությունները, տարբերությունները, որոնք ունի յուրաքանչյուր զույգ։ Բայց նրանք միշտ խոսում էին, միշտ ներողություն էին խնդրում, միշտ առաջնահերթություն էին տալիս հարաբերություններին, հպարտությունից վեր։ Նրանք կառուցում էին ամուր մի բան, որը կտեր։ Ամուսնությունից մեկ շաբաթ առաջ, ռոմանտիկ ընթրիքի ժամանակ, Գաբրիելը, Gabriel, Մարիամին, Mary-եմ, նայեց այդ ինտենսիվությամբ, որին նա արդեն այդքան լավ էր ծանոթ։ Ես ուզում եմ ձեզ մի բան ասել։ Նա սկսեց։ Ինչ։ Նա հարցրեց, հետաքրքրված։ Ես սովոր էի մտածել, որ սերը մի բան է, որը տեղի է ունենում ուրիշների հետ։ Որ ես դրա համար չէի ստեղծված, որ ավելի լավ է մենակ մնալ։ Նա բռնեց նրա ձեռքը։ Բայց դուք ամեն ինչ փոխեցիք։ Դուք ինձ սովորեցրիք, որ սերը կատարելություն չէ։ Դա ընտրություն է։ Դա ամեն օր արթնանալն է, որոշելը, ներկա լինել, գործընկեր լինել, միասին աճել։ Եվ ես ընտրում եմ ձեզ, Մարիամ, Mary-եմ։ Ամեն օր, կյանքիս մնացած մասի համար։ Նա զգաց, որ աչքերը այրվում են։ Ես էլ եմ ձեզ ընտրում։ Ամեն օր։ Նրանք կենաց խմեցին, համբուրվեցին, Մարիամը, Mary-եմ, իմացավ, որ պատրաստվում էր սկսել իր կյանքի լավագույն գլուխը։ Ամուսնությունը մոտենում էր, նոր տունը գրեթե պատրաստ էր, ապագան այնտեղ էր, պայծառ հնարավորություններով լի։ Ամուսնության օրը Մարիամը դրվագում։